Насնастих по життя, к водам тихим водишь меня. Господь и пастырь мой, Господь, Ты пастырь мой. Пусть сердце поет, душа поет. Ты покоишь меня, Ты покоишь меня. На злачных по життя, Аллилуйя. к водам тихим Парк Тироча. водишь меня. Где бы я ни шел, где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, Ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и Твой посох успокоят меня. Где бы я ни шел, Не убоюсь я зла. аллилуйя. Где бы я ни шел, Ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и Твой посох успокоят меня. Где бы я ни шел, Не убоюсь я зла. не убоюсь я зла. Где бы я ни шел, Ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и Твой посох успокоят меня. Господь, Ты пастырь мой, я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня на злачных по життя, к водам тихим водишь меня. Господь, Ты пастырь мой, я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня на злачных по життя, к водам тихим водишь меня. Господь, спасибо Тебе, Господь, за все. Спасибо Иисусу Христу. Ամեն Փառք Տիրոջը նա բարի է եւ ողորմած միայն քեզ լինի ողջ փառքը, մեծարանքը եւ պատիվը Տեր միայն քեզ բարձրացնում եմ փառքը միայն քեզ Տեր իմ սքանչելի միայն քեզ բարձրացնում եմ փառքը միայն քեզ Տեր իմ սքանչելի փառքերով ես մեծարված Տեր Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Միայն քեզ Տեր իմ սքանչելի է նա Միայն նրան փառքը, մեծարանքը, պատիվը Միայն քեզ Միայն քեզ
լինի փառքը մեծարանքը պատիվը փառքերով ես մեծ հարված փայլում ես փառավորված փայլում ես Տեր փառավորված փառքերով ես մեծ հարված փայլում ես փառավորված փայլում ես Տեր փառավորված Փայլող աստղը մենա երկնքում երկրի վրա փայլում է Տերը ամենուր եւ փայլեցնում մեր երեսը շնորհակալ ենք Տեր ամեն այսօրվա համար գոհանում ենք Տեր բարի Աստված որ կարող ենք գալ եւ երկրպագել քեզ այս տան մեջ փառք ենք տալիս Տեր իմ Աստված քեզ մեր Տեր Հիսուս Քրիստոս ամեն Միայն քեզ բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տերից կանչելի Միայն քեզ բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տեր ողջ ազգերի փառքերով է մեծարված նա Փառքերով ես մեծարված փայլում ես փառավորված փայլում ես Տեր փառավորված փառքերով ես մեծարված փայլում ես փառավորված փայլում ես Տեր փառավորված Անգամ եթե ձայնը մի փոքր վատ է լինում, դա կապ չունի։ Կարևորը պաշտամունքն է սրտանց եւ հոգով։ Ամեն։ Այսօր Աստված նայում է քո սրտի պաշտամունքին։ Քո փառքը Տեր, քո փառքը Տեր։ Քո փառքը Տեր, քո փառքը Տեր, տեսնել դուր մեզ Խորանը քո կանգնեցրում էր մեջ Քո ծառաներին ասպարես դուր Քեզ օրնողներին նոր երգեր դուր Թող քո որդիներն ետառնան ու տուն գան Երանի որ որդիները հետ վերադառնան իր տուն վերադառնան Սա Աստծո տունն է Եվ այստեղ բոլոր որդիները ունեն իրենց համապատասխան նստարանները Սա էլ մեր լսողների համար, ովքեր լսում են Պաշտամունքը Աստծունն է իհարկե Փառք Տիրոջը, բայց այս աթոռները սպասում են ձեզ Սիրելիներս, ովքեր որ մեզ հիմա հետևում են օնլայն Քո փառքը Տեր, քո փառքը Տեր Տեսնել դուր մեզ Խորանը քո կանգնեցրում մեր մեջ Քո ծառաներին ասպարես դուր Քեզ օրնողներին նոր երգեր դուր Թող քո որդիներն ետառնան ու տուն գան Նորոգի դու մեզ Գոհությամբ լցրում ես Լուսավորի մեզ ու մոտեցրու քեզ Նորոգի դու մեզ Գոհությամբ լցրում ես Թող գա աղոթքի հոգին մեզ վրա Այսօր նորոգության օր է Այսօր Տերը եկել է որ ամեն մեկից նորոգի Տկարին զորություն տա Հիվանդին բժշկություն բերի Եվ իր սիրով լցվի ամբողջ եկեղեցու տարածքը եւ բոլորի սրտերը եւ ամբողջ աշխարհը թող Տիրոջ սիրով լցվի ամեն օր, ամեն ժամանակ եւ մեր գոհությունը շատ կարեւոր է ամեն օր, ամեն ժամանակ գոհությունով գանքները առաջ եւ ասենք նորոգիր մեզ Տեր նորոգի դու մեզ գոհությամբ լցրում ես լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ Նորոգի դու մեզ գոհությամբ լցրում
թող գա աղոթքի հոգին մեզ վրա Եվս մեկ անգամ թող գա աղոթքի հոգին մեզ վրա Թող գա աղոթքի հոգին քեզ վրա Ամենքիս վրա թող գա Տիրոջ հոգին Զորացնելու եւ մեզ միաբանելու համար Ես եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում ձայնային մի փոքր խնդիր ունեմ, բայց դա ինձ չի խանգարում Տիրոջը պաշտել Դա ինձ չի խանգարում, որտեղ ելի եմ ասում, երկրպագությունը միայն երգելը չէ, այլ սրտից բխածն է, դուս եկածն է Թող գա աղոթքի հոգին մեզ վրա Նորոգիր մեզ Տեր այսօր, խնդրում ենք քեզ Նորոգիր դու մեզ Գոհությամբ լցրում ես Լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ Նորոգիր դու մեզ Գոհությամբ լցրում ես Թող գա աղոթքի հոգին մեզ վրա Թող գա աղոթքի հոգին մեզ վրա, սիրելի եկեղեցի Քո աղոթքի հոգին այսօր իրապես իշնի բոլորիս վրա մեզ վրա Թող գա աղոթքի հոգին մեզ վրա Եվ խնդրում ենք քեզ Տեր, որ այսօր իրապես մեզ հետ լինես Տեր Խնդրում եմ ամեն ժամանակ եւ աղոթել եմ նաեւ դեմ բարձրանալուց առաջ, որ ինձ հետ լինես այսօր Տերիմ եւ բժշկես ինձ Տեր Խնդրանքս այդ է քեզ Մի կարճ խոսք ընծայի բաժնի համար եմ ուզում պատրաստել Ուրեմն ընծան շատ կարևոր է Ընծան տասանորդը տարբեր բաներ են առհասարակ ընծա անելը տասանորդ տալը դրանք տարբեր բաներ է սուրբգրային Զաքարիա 4:6 ոչ ուժով ոչ զորությունով այլ Աստծո հոգով ասում է զորած Տերը Սա մեր ինչպես ասում ենք մի քանի անգամ սա մեր այս տարվա կարգախոսն է եկեղեցու Ոչ ուժով ոչ զորությամբ այլ Աստծո հոգով ասում է զորած Տերը Աստծո հոգով ամեն բան հոգով Եվ ասում է զորած Տերը Փառք Տիրոջը Կարող ես կատարել քո ընծաներ այս տան համար Աստծո հոգին մեզ վրա է Նրա կատարյալ հոգին Եվ նրա խոսքը թող մեզ ամեն ժամանակ մաքրի եւ սրբի Նրա խոսքի գիտությունը թող մեզ համար լինի հենարան այս կյանքում մեր առօրյայում ամենքիս կյանքում Եվ Եբրայեցիս 11:1-ն եմ ուզում կարդալ Հավատքը հուսացած բաների հաստատությունն է չերևացող բաների ապացույցը Հավատքը դա այն է որ մենք չենք տեսնում Հավատքը անտեսանելի բան է բայց հավատքը մեր սրտի մեջ է տեսանելի Տերն է տեսնում քո հավատքը քո սրտի մեջ է տեսնում Այստեղ ամեն մեկս որպես անհատ մարդիկ պետք է ունենանք մեր հավատքը ճիշտ հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս Հայր Որդի եւ Սուրբ Հոգի ամեն Շարունակում ենք երկրպագել Տիրոջը Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Եվ փնտրում ենք ամեն ժամանակ Տեր Հիսուսին Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Հաճախ կյանքում
սայթակում է Սուրբ ցավերիս տկարանում Վիրավոր է սիրտս թեև Բայց գոչում է քոնն եմ իմ Տեր Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս Հիսուս կարոտում եմ քեզ Այո Տեր Հիսուս Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ Թող ամեն ոք երգի ինձ հետ Ովքեր պատկանում են Տեր Հիսուս Քրիստոսին ամեն Մենք պատկանում ենք քեզ Տեր ամբողջ մեր էությամբ Հաճախ երբ որ տկարանում ենք եւ սայթակում ենք ճիշտ ճանապարհից Ամեն Տեր Հիսուս Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Միայն քեզ Տեր Հիսուս միայն քեզ Ամեն Կարոտում ենք քեզ Տեր Հիսուս Իսկապես ամեն ժամանակ քեզ ենք փնտրում Եվ քո խոսքով փորձում ապրել Տեր ինչքան հնարավոր է ինչքան կարող ենք Տեր Քո խոսքի համաձայն ապրենք քո կամքի մեջ մնանք Տեր քո տան մեջ մնանք Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, измени меня, измени меня, Иисус. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, измени меня, измени меня, Иисус. Вот моя жизнь, вот моя жизнь. Возьми вот сердце мое, измени, подними, подними, подними на высоты свои. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, измени меня, измени меня, Иисус. Измени меня, Иисус. Вот моя жизнь, возьми, вот сердце мое, подними, подними, подними на высоты свои. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, измени меня, измени меня, Иисус. Делай, что ты
хочешь во мне, делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, Господь, измени меня, Иисус. Вот моя жизнь, возьми, вот сердце мое, измени, подними на высоты свои. И вот моя жизнь, возьми, вот сердце мое, измени, подними на высоты свои. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, Иисус. Измени меня, Иисус. Измени меня, Иисус. Այո, Տեր, այս երգի նման փոխիր մեր սրտերը, Տեր, փոխիր դեպի քեզ վեր, Տեր, եւ բարձրացրու, ինչպես երգն ենք երգում, եւ արա այն ինչ ուզում ես։ Измени меня, Иисус, փոխիր ինձ, Իիսուս, փոխիր, Տեր։ Делай, что ты хочешь во мне, կարող ես ինձ հետ երգել։ Измени меня, այսօր ովքեր ունեն փոխվելու կարիք Աստծո առաջին, ես ունեմ այդ կարիք այսօր։ Делай, что ты хочешь во мне, делай, что ты хочешь во мне. Измени меня, Иисус. Вот моя жизнь, возьми, вот сердце мое, измени, подними на высоты свои. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, Иисус. Измени наше сердце, Господь. Измени. Вот моя жизнь, возьми, вот сердце мое, измени, подними на высоты свои. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, Иисус. Измени меня, Иисус. Շարունակում ենք երկրպագել, փառաբանել Տիրոջը, արա այն ինչ ուզում ես, Տեր, քո կամքը թող լինի բարի, հաճելի եւ կատարյալ։ Բարի, հաճելի, կատարյալ, քո կամքը
թող լինի իմ կյանքում բարի հաճելի կատարյալ քո կամքը թող լինի իմ կյանքում արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ է նվիրվում ամբողջովին արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ է ընծայվում ամբողջովին քեզ է նվիրում սիրտին քեզ է ընծայվում ամբողջովին քեզ է նվիրում սիրտին քեզ է ընծայվում ամբողջովին արա այն ինչ ուզում ես արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ է ընծայվում ամբողջովին արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ է ընծայվում ամբողջովին բարի հաճելի կատարյալ բարի հաճելի կատարյալ քո կամքը թող լինի մեր կյանքում բարի հաճելի կատարյալ քո կամքը թող լինի մեր կյանքում արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ է ընծայվում ամբողջովին արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ է ընծայվում ամբողջովին արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ է ընծայվում ամբողջովին արա այն ինչ ուզում ես արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ է ընծայվում ամբողջովին մի առակասմա եւ մի բան կար, հասկար մեջն էլ ծակեր չէին կարող հաշեպենք, հիմա իմ միկրոֆոնն է։ Մի միկրոֆոն են տվել ձեռքս, որ չի աշխատում։ Տեր շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ամեն բանի համար, Տեր։ Թող քո բարի, հաճելի, սքանչելի կամքդ կատարվի եւ երևա այսօր։ Եվ ամեն ժամանակ թող քո կամքիդ մեջ մնանք։ Որտեղ շատ ժամանակ մեր կամքը մեզ հեռու է տանում։ Շատ ժամանակ մեր կամքի համաձայն մենք սխալվում ենք։ Եվ ինչպես որ Հակոբը, երբ որ վերցրեց անդրանիկությունը, չկարողացավ հասկանալ կամքդ գնաց Լաբանի մոտ, որի պատճառով 21 տարի մնաց եւ ծառայեց մարդուն։ Սակայն դու լինելով բարի եւ հավատարիմ Աստված, որ դու քո կամքի մեջ ես պահում ես, դու ողորմեցիր, օրհնեցիր։ Քանի որ դու քո օրհնածը երբեք հետ չես վերցնում, դու քո օրհնածը երբեք չես անիծում։ Եվ անեծք չեկավ Հակոբի վրա,
այլ ընդհակառակը, թեպետ նա մարդ էր եւ սխալվեց, դու նրա կյանքի մեջ բերեցիր օրհնություն, որովհետեւ համառ էր, որովհետեւ հավատում էր, որովհետեւ գիտեր թե ում էր հավատացել, երբ որ վերադառնում էր, այդ վերադարձին հանդիպելով քեզ հետ, մենամարտում էր, մինչև արշալույսը, մինչև արեգակի ծագը մենամարտելով ասում էր, մինչև չորտնես, չեմ գնալու, մինչև չորտնես, որովհետև տեսավ ինչ է նշանակում լինել մարդուց կախված, Լաբանից, լինել կախված հորից, լինել կախված մարդկանցից, սակայն այդ օրը մեկ բան էր հասկացել, դու ես, որ ես, դու ես, որ կարող ես անունս փոխել, որ Հակոբից դարձնել Իսրայել, որ կարող ես, մեկին, որ կոչում էին Խաբեբա, մեկին, որ անունով կոչում էին Հակոբ, դու նրան կոչեցիր Իսրայել, իմ ավանածը, իմ սիրածը, սիրելի Տեր, շնորհակալ եմ, Տեր, եկել ենք միայն քո համար, եկել ենք քեզ հաճեցնելու, եկել ենք հավատքով, եկել ենք քեզ տեսնելու, հանդիպելու, սիրելի Տեր, եկել ենք այսօր ևս մեկ անգամ ասելու, Տեր, իմ սիրտը քոնն է, իմ կյանքը քոնն է, իմ պատկանելությունը դու ես, Տեր, շնորհակալ եմ, իմաստուն Հայր, Տերերի Տեր, թագավորների թագավոր, գերիշխան, գերիմաստուն, ամենակարող Սուրբ, ամենակալ Աստված, եկել ենք երկրպագելու, խոնարհվելու գահիդ առջև, շնորհակալություն հայտնելու, գոհանալու, գոհության պատարակ մատուցանելու, վախերից ազատվելու, եկել ենք այսօր ասելու քեզ, դու ես, որ ես, քեզ եմ ուսացած Տեր, թող քո փառքն իջնի այսօր, թող քո փառքն իջնի այսօր քո տանդ մեջ, երևա Տեր մեզ, մենք քո կարիք ունենք, մենք չենք եկել այստեղ ինչ-որ մեկին տեսնելու, մենք չենք եկել այսօր ինչ-որ մեկի հետ հանդիպելու, մեր հանդիպում այսօր նշանակված է միայն քեզ հետ Աստված, շնորհակալ եմ, օգնիր մեզ Տեր, ճանաչելու քեզ ավելի, սիրելու քեզ ավելի, մոտենալ քեզ ավելի, ուզում ենք մոտենալ քեզ, տեսնել քեզ, ավելի ճանաչել և ասել քեզ, գոհություն և դարձյալ գոհություն, բայց այս անգամ ես պիտի գոհանամ և փառք տամ ես նրան, կարող ես այսօր ասել, ես պիտի գոհանամ և փառք տալ Աստծուն, կարող ես սրտանց ասել, Ես պիտի գոհանամ պիտի գոհանամ և փառք տամ Աստծուն, Պիտի սրտանց ասա, գոհանամ ես այսօր ու եկել եմ փառք տամ գոհանալու ես համար, նրան բարի է Տերը, Բարի Աստված նրան ես կհուսամ բայց այս անգամ ես պիտի գոհանամ, Բայց այս անգամ ես պիտի գոհանամ ասա սրտանց, Բայց այս անգամ ես ես պիտի գոհանամ այսօր, ամեն բանի համար, Պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան պիտի գոհանամ Տեր, որ ունեմ Ամեն։ քեզ, Բարի Աստված Բարի նրան Աստված։ ես կհուսամ բայց այս անգամ ես, Բայց այս անգամ ես պիտի գոհանամ Հաճախ ինձ համար պահեր կան դժվար Հոգսեր ու խավար Դավեր մենք ու չար Թախից ու կարող Երբ լույսն է աղոր Գտել եմ սակայն Ես եկնու ճամփան Բայց այս անգամ պիտի գոհանանք Բայց այս անգամ ես պիտի գոհանամ երկիր մեզ հետ, Պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան Բարի Աստված նրան ես կհուսամ Բայց այս անգամ ես պիտի գոհանամ Բայց այս անգամ ես պիտի գոհանամ Պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան
բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, հաճախ ինձ համար պահեր կան դժվար, հոգսեր ու խավար, դավերն ու չար, թախից ու կարոտ, երբ լույսն է աղոտ, գտել եմ սակայն ես եկնու ճամփամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, ասա Տիրոջը, պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, կարող ես սրտանց գոհանալ այսօր, գոհանալ ամեն բանի համար, ամեն բանի, ամեն ժամանակ, գոհացեք Տերիցը, որ բարի է, ասա ես պիտի գոհանամ Տերիցը, որովհետև նա բարի, ամեն, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, Տեր օրդիքո սրտան սապարություններ Աստծուն, Տեր օրդի սիրելի եկեղեցի կարող եք նստել փառաբանության խումբ, շնորհակալ եմ, հրաշալի օր է այսօր ամեն, կարող ես հիմա արթնանալ և ասել հրաշալի օր է այսօր, և մենք եկել ենք պաշտելու մեր ամենակարող սուրբ պատվական Աստծուն, ամեն, կարող ես սրտանց ուրախանալ և ասել ուրախ օր է այսօր, ոչ թե Աստված եկել է այսօր, որ մենք նրան պաշտենք, և նա էլ այստեղ է, որպեսզի մեզ սովորեցնի իր խոսքի մեջ մնալ, հավատքի մեջ ապրել, հավատքի մեջ զորանալ, հավատքի կյանքով մեծանալ, հավատքի մեջ ուժեղանալ, այսօր ուժեղանալու օր է, ինչ որ մեկին հրիև ասա, այսօր ուժեղանալու օր է, այսօր զորանալու օր է, և զորության Աստվածն է այստեղ, ասա այստեղ զորության Աստվածն է, Եվ ես այստեղ եմ, որպեսզի Աստված զորացնի ինձ, Աստված ուժովացնի ինձ, Աստված մխիթարի ինձ, Աստված բարձրացնի ինձ եւ հավատքի կյանքի մեջ դարձնի հավատքի գեներալ, հալելույա։ Ասա հավատք, ինչ որ մեկին հրիև ասա հավատք, Ես եկել եմ, որպեսզի Աստված այսօր նորոգի իմ հավատքը, որտեղ այսօր խոսելու ենք հավատքի մասին, հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է, չերևացող բաների ապացույցը, ասա հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է, չերևացող բաների ապացույց, ասա բաներ կան, որ չեն երևում, բայց կա ապացույց եւ Տերը կապացուցի։ Բարի Աստված, ասա սրտանց, բարի Աստված, Գիտես, սա բոլորիս տունն է, ինչ-որ մեկի տունը չի, սա այս տունը իմ սեփականությունը չի, քո սեփականությունը չի, սա Տիրոջ սեփականությունն է եւ լինելով մենք էլ նրա սեփականության մեջ ապրող մարդիկ, այդ սեփականատերից արենդավայց ենք արել,
Այսինքն նշանակում է մենք այստեղ ենք, որովհետև նա մեզ ընտրել եւ ասում է նրանք, որ Աստծուն հավատացին, նրանց իշխանություն տվեցի Աստծո որդիներ կոչվելու, որ ոչ մարմնից, ոչ արյունից, այլ Աստվածանից ծնվեցան։ Ասա Աստվածանից ծնվածը Աստծո որդի է։ Ես չգիտեմ ինչու չի ասում Աստծո աղջիկ, որովհետև մենք նրա համար որդիներ ենք, Աստծո որդիներ, երբ որոնք որ իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու, ասա մենք Աստծո որդիներ ենք եւ սա իմ տունն է, որովհետև ես Աստծո սեփականությունն եմ, նշանակում է այս տունը իմ հարազատ տունն է, որովհետև տան գլուխ Աստված է, ասացեք տան գլուխ Աստված է եւ Աստված ուրախանում է, երբ որ մենք գալիս ենք իր տուն, ասա նա ուրախ է Աստծո սիրտն այսօր ուրախ է իմ եւ քո համար, որովհետեւ ես եկել եմ միայն Աստծո համար։ Նա ժամ է նշանակել եւ մեզ այստեղ նա կանչել, ասա ոչ ոք չի կարող հոր մոտ գալ, եթե հայրը չկանչի նրան։ Գիտես, այսօր շատ հրաշալի է, երբ որ մենք հավատքի կյանքի մեջ սկսենք ավելի աճել, ասա հավատքի կյանքի մեջ աճել, որտեվ այսօր, երբ որ մենք առավոտյան գալիս ենք, մեր դեմքերը տխուր են, մենք գալիս ենք այնքան զբաղված ենք, այնքան մտահոգված ենք, այնքան մեր մտքերը լցված են, ամբողջ շաբաթ այնքան տարբեր մտածմունքներով, տարբեր հոգսերով, եւ ես այսօր եկել եմ քեզ հետ միասին այդ հոգսերից ազատվելու։ Ասա մենք եկել ենք, որպեսզի բարձրացնենք ոչ թե հոգսերը, այլ բարձրացնենք Աստծուն։ Այսօր հոգսերը պետք է իջնեն եւ Աստված պետք է բարձրանա վերև։ Մատթեոս 17, բացեք ինձ հետ Մատթեոս 17 եւ 14-րդ խոսքից կարդում եմ. Երբ որ նրանք ժողովրդի հետ եկան, մի մարդ մոտեցավ նրան եւ առաջը ծունկ դրեց, ասում էր, այսինքն երկրպագում էր, այսօր խոսելու եմ հավատքի եւ երկրպագության մասին, մարդը եկավ եւ երկրպագեց Տիրոջը, նա եկավ Տիրոջը երկրպագում էր, ասա երկրպագում էր, ես կդառնամ Աստծո երկրպագուն, որտեւ երկրպագությունը դուռ է բացում, Տերի որդուս ողորմիր, որ լուսնոտում է եւ չարաչար տանջվում է, որտեվ շատ անգամ կրակն է ընկնում եւ շատ անգամ ջուրը։ Այսինքն նա խոսում էր իր որդու այդ դիվահարության մասին, Տեր, ես երկրպագում եմ քեզ եւ խոսում եմ իմ որդու այդ հիվանդության մասին, որ շատ մի հիվանդություն է, որ անբուժելի է բժիշկների կողմանը։ Ասա այսօր կան շատ հիվանդություններ, որ բժիշկների կողմից անբուժելի են, բայց Աստծո համար աննարին ոչինչ չկա։ Ինչ որ մեկը թող ասի, Աստծո համար աննարին ոչինչ չկա։ Ես հավատում եմ Աստծուն, որովհետև ինչ որ հավատամ, ինչպես որ հավատամ, եթե հավատամ, Տիրոջ խոսքը ասում է, եթե հավատաս կփրկվես դու եւ քո տունը, եթե հավատաս Աստծո փառքը կտեսնես, ասա եթե հավատամ Աստծո փառքը պիտի տեսնեմ, ասա հավատ, ես պիտի այսօր հավատամ։ Եվ շարունակում է, ես նրան ինչ արեցի, եւ շարունակությունը ասում է, ես նրան, ով Տեր, խնդրում եմ իմ որդուն բժշկի, որովհետեւ ես նրան քո աշակերտների մոտ բերեցի։ Եվ նրանք չկարողացան նրան բժշկել, ինձ հետ եք, ես ուզում այսօր խոսքը շատ ուշադիր լսես, որտեվ այսօրվա խոսքը դու չես եկել ուղակի այստեղ գալու եւ գնալու համար, եկել ես որպեսզի բան փոխվի, ասա այսօր բան է փոխվելու իմ կյանքում, իմ ընտանիքում, իմ եկեղեցում, իմ շրջապատում, որովհետև երբ որ Աստված գալիս է փոփոխություն առաջացնելու համար, տեսեք Տերը եկավ եւ քայլում էր Երուսաղեմում, Տերը եկավ եւ քայլում էր եւ Նազարեթ եկավ եւ որտեղ որ գնում էր փոփոխություն էր առաջանում, նույն Աստված այսօր այստեղ է, Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան, նա եկել է փոփոխություններ առաջացնելու եւ նա այդ մարդը խոսեց նրա աշակերտների մասին, Տեր, քո աշակերտների մոտ եմ սկզբում բերել, հետո քո մոտ, բայց քո աշակերտները չկարողացան նրան բժշկել։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. ով անհավատ եւ խոտորյալ ազգ, մինչեւ երբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչեւ երբ պիտի ձեզ համբերեմ, նրան ինձ մոտ բերեք այստեղ։ Եվ Հիսուսը նրան սաստեց Պիղծ ոգուն եւ դևը նրանից դուրս եկավ եւ տղան նույն ժամում բժշկվեց։ Այն ժամանակ աշակերտները առանցին Հիսուսի մոտ եկան, աշակերտները տեսան, որ իրենք չէին կարողանում բժշկել, բայց Տեր Հիսուսը մի խոսք ասեց եւ ինչ տեղի ունեցավ եւ անմիջապես այդ դիվահարված տղան բժշկվեց։
Եվ աշակերտները զարմացան, աշակերտները միշտ ունեին զարմանալու բնավորություն եւ նրանք միշտ զարմանում էին եւ չէին կարողանում հասկանալ, չէ որ ամբողջ իշխանությունը Աստված մեզ է տվել, ինչու նա կարողացավ դա անել, մենք ոչ, դա այսօրվա եկեղեցու իրավիճակն է։ Շատ ժամանակ մենք մտածում ենք, որ բաներ կա, դա կարող է անել միայն Հովիվը, կարող է անել միայն Հիսուսը, սակայն մենք չենք կարող ձեռ դնել եւ մարդիկ բժշկվեն, սակայն Աստված իշխանությունը տվել է բոլորիս, սա վերջում, շուտով մենք կհասնենք այստեղ եւ Տերն ասում է եւ հարցնում են աշակերտները եւ Տերը նրանք ասեցին Հիսուսը նրանց ասեց, ինչու մենք չկարողացանք հանել նրան, Հիսուսն էլ ասեց նրանց, ձեր թերահավատության համար, ասա հավատք եւ թերահավատություն։ Աստված կանգնած է այսօր երկու բանի միջև, կամ հավատ, կամ թերահավատություն։ Եթե մենք ինչ-որ բան չենք կարողանում դեռևս անել, նշանակում է կա թերահավատություն, ասա այսօր Աստված թող քանդի իմ կյանքից եւ հեռացնի թերահավատությունը, որպեսզի ես կարողանամ անել այլ ինչ Աստված է անում, նմանվել Աստծուն եւ կատարել Աստծո գործերը, այսօր ժամանակն է, որպեսզի մենք նմանվենք Աստծուն, ասա Աստծո հետ ապրողը պետք է նմանվի Աստծուն։ Եվ Տերը նրանց ասեց, որտեվ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, մանանեխի հատիկի չափ հավատք, ասա ես մանանեխի հատիկի չափ հավատք եմ ուզում։ Տեր Աստված, ես չեմ ասում այսօր ինձ տուր մեծ հավատք, ես ասում եմ անգամ մանանեխի հատիկի չափ հավատք, եթե ես ունենամ, ապա ասում եք ասեք այս սարին վեր կայց եւ ծովն ընկնի եւ սարը ձեզ ինչ կանի կենթարկվի։ Նշանակում է, եթե մենք այսօր սիրելի եկեղեցի չենք կարողանում օգտագործել մեր իշխանությունը, եթե մենք չենք կարողանում այսօր դևեր հանել, մենք չենք կարողանում այսօր հիվանդների վրա ձեռ դնել եւ հիվանդները բժշկվեն, եթե չենք կարողանում այսօր իշխել խնդիրների վրա, այսօր իշխել երկրի իրավիճակների վրա, դժվարությունների վրա, դժբախտությունների վրա, ամեն բաների վրա, նշանակում է մենք դեռևս մանանեխի հատիկի չափ հավատք չունենք։ Ինձ հետ ես։ Չէ որ մենք այսօր սիրելի եկեղեցի ստացել ենք հավատքի մեծ պարգև, սակայն մենք չենք կարողանում գործածել կամ օգտագործել այն ամենը, ինչ որ մենք ունենք, ինչու համար, որտեղ մենք տրտնջում կամ վախենում ենք եւ չենք գոհանում եւ չգիտենք ում ենք հավատացել։ Շատ ժամանակ մենք չգիտենք ում հետևից են գնում եւ ով է մեր մեջ ապրող Աստվածը, մեր մեջ ապրում է Աստծո զորավոր հոգին, ինչ որ մեկին ասա Աստծո զորավոր հոգին քո մեջ է։ Ուզում եմ ինձ հետ վերադառնաս Մատթեոս 10-րդ գլուխ, ինչու էր Հիսուսը նրանց ասում թերահավատներ, որովհետև ամեն իշխանությունը նրանց էր տրված։ Մատթեոս 10:1 ինձ հետ արի, եւ 12 աշակերտներին իր մոտ կանչեց եւ նրանց իշխանություն տվեց պիղծ հոգիների վրա, որ նրանց հանեն եւ ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկեն։ Որտեւ կանչեց այդ 12-ին եւ այն 12-ի առաքյալների անունները սա էին, առաջինը Սիմոն, որ Պետրոս կոչվեց, եւ նրա եղբայրը Անդրեասը, եւ Հակոբոս Զեբեդյանը, եւ նրա եղբայրը Հովանեսը, Փիլիպոսը, Բարդոմեոս, Թովմասը, Մատթեոս Մաքսավորը, Հակոբոս Ալփյանը եւ Ղեբեոսը, որ Թադևոս մականվեցավ, Սիմոն Կանանացին եւ Հուդա Իսկարիովտացին, որ մատնեց նրան։ Այս 12-ին մենք հետո տեսնում ենք դևեր հանելուց։ Ինձ հետ ես։ Չէ որ նրանք դա արդեն արել էին, տեսել էին, փորձառություն ունեին։ Մարկոս 6:7 գրված է եւ նրանց կանչեց եւ զույգ ուղարկեց իշխանություն տալով պիղծ ոգիների եւ հիվանդների վրա ձեռ դնելու եւ նրանք երկու գնում էին եւ հիվանդները բժշկվում էին։ Եվ պիղծ ոգիները ինչ էին անում, դուրս էին գալիս մարդկանց միջից, աշակերտները սկսեցին կատարել Աստծո գործը, ինձ հետ ես, ասա նրանք կատարում են Աստծո գործը, բայց գալիս է մի պահ, որ նրանք վախենում են։ Գիտես դու լավ էիր կատարում Աստծո գործը, դու լավ էիր գնում, դու ամեն բան լավ էր քո մոտ, ամեն բան օքեյ, բայց եկավ մի օր, որ դու կանգ առար եւ սկսեցիր թերահավատորեն մտածել, միթե ավետարանեմ այս մարդիկ կբժշկվեն կամ կփրկվեն,
Միթե ես կարող եմ ավետարանը քարոզել, լավ է իր ավետարանում, ապա ինչու ես կանգ առել։ Հիվանդների վրա ձեռք էիր դնում, ապա ինչու ես այսօր վախեցած։ Ապա ինչու չես կարողանում նորից անել, միթե դու չես կորցրել այն իշխանությունը, միթե դու այսօր այդ թերահավատության մեջ չես։ Աստված ուզում է, որ դու այսօր Տիրոջն ասես, Տեր, ինձ տուր մանանեխի հատիկի չափ հավատ, նորոգիր իմ հավատքը։ Ինչ որ մեկին ասա, ես ուզում եմ այսօր, որ իմ հավատքը նորոգվի։ Ինչու չի ստացվում, պատճառը որն է թերահավատությունը։ Գիտես, Եբրայեցիների 11:6-ում գրված է, բայց առանց հավատքի անհնարին է Աստծուն հաճելի լինել։ Ես այստեղ եմ, որ ոչ որևէ մեկին հաճելի չլինեմ։ Ես չեմ եկել ձեզ հաճեցնելու։ Ձեր կարծիքներից չէ, որ կախված եմ։ Ես եկել եմ, որպեսզի կարողանամ իմ հավատքով Աստծուն հաճելի լինեմ։ Գիտեք, շատ ժամանակ ես ինձ բռնացնում եմ թերահավատության մեջ կամ անհավատության։ Երբ որ գալիս են հիվանդություններ, երբ որ գալիս են խնդիրները, մենք այնքան ենք ճոխացնում կամ մեծացնում խնդիրներին, հիվանդությանը եւ այդ ամենին այնքան տեղ ենք տալիս, որ հավատքը հեռանում է։ Այդ պատճառով այսօր Աստված ուզում է, որ հետ վերադառնա հավատքը եւ ոչ թե խնդրը, ասա խնդրին ոչ այսօր Հիսուսի անունով։ Գիտես, Մարկոս 6:12-ում գրված է, աշակերտները դուրս էին գալիս, մարդկանց քարոզում էին, որ մարդիկ բժշկվեն, եւ շատ դևեր էին հանում, եւ շատ հիվանդների յուղով օծում եւ բժշկում էին։ Մարկոս 6:4-ում գրված է, երբ որ Հիսուս եկավ իր քաղաք, գրված է, կկարդաք տանը, եթե չեք հավատում, այլապես ես այստեղ կարող եմ կարդալ, եւ ասում է, նա չէր կարողանում այնտեղ բժշկություններ անել, ով Հիսուսը, միթե նա ամենակարող Աստվածը չէ։ Գրված է, որ ամենակարող Աստված չէր կարողանում իր ժողովրդի մեջ բժշկություններ անել, ինչի համար նրանց անհավատության պատճառով։ Հավատք չկա։ Այդ պատճառով նա չէր կարողանում բժշկություններ եւ զորություններ անել եւ նա ասեց ոչ մի մարգարե անարգված չէ, եթե ոչ իր քաղաքի եւ իր տան մեջ։ Հասարակ էր ամեն բան։ Չէ որ սա այդ Հիսուսն է, Մարիամի որդին է, չէ որ այսինչ Հակոբոսի մյուսների եղբայրը չէ։ Ինչ հավատանք այս մարդուն։ Եթե օտար տեղից արտասահմանից մի հովիվ գար, գուցե կհավատայինք։ Եթե ինչ-որ տեղից ինչ-որ մեկը գար, մեր քաղաքից չլիներ, մենք հավատայինք, բայց չէ որ մենք տեսել ենք նրան մեծանալը, նա փոքր երեխա էր։ Չէ որ մենք տեսել ենք ինչպես էր Մարիամը նրան մեծացնում, ինչպես է նա Հովսեփի որդին, ինչպես մենք կարող ենք հավատալ, որ նա Աստված է։ Սա է պատճառը, որ անհավատությունն էր ձևավորվել։ Որտեղ մարդիկ չէին կարողանում նրան տեսնել որպես ամենակարող Աստված, նա այստեղ է, որպես ամենակարող Սուրբ Աստված, ասա նա այստեղ է այսօր։ Որպես ամենակարող Սուրբ Տեր։ Երբեմն մեր անհավատության պատճառով բաներ կան, որ չեն գործում, բաներ կան, որ դեռևս չի եղել եւ չի լինում, պատճառն անհավատությունն է։ Եթե մենք վախեր ունենք, վատ մտքեր ունենք, գիտեք մենք ուրբաթ օրը աղոթում էինք, աղոթքի ծառայություն էր, իդեպ շատ բուրըն հրաշալի ծառայություն էր ուրբաթ օրը։ Եվ այդ ծառայության ժամանակ Տերը եկավ իր մարգարեական խոսքով, բայց մինչ այդ մենք Աստծո խոսքով էինք մարգարե անում եւ խոսում էինք Հակոբի մասին, ինչպես Հակոբը իր անդրանիկությունը ծախեց, վաճառեց, տվեց իր եղբորը մեկ աման թանապուրի պատճառով, մեկ աման ոսպի պատճառով։ Այն ինչ որ դու ունես, երբեք մի վաճառիր, այն ինչ որ դու թանկ ունես, երբեք թանկ բանդ էժան բաներով մի ծախիր։ Երբ որ դու ունես քո տեղը եկեղեցում, երբեք մի թող, որտեղ դա թանկ է, կարևորիր ամենակարևորը, կարևորիր այն այսօր ինչ որ դու ունես, եթե դու առաջնեկ ես, քո անդրանիկությունը մի վաճառիր եւ մնա քո դիրքում, մնա քո տեղում, որտեղ Աստվածաշունչն ասում է Հակոբին սիրեցի եւ Եսավին ատեցի, բայց երբ որ նայում ենք պետք է հակառակը լիներ, որովհետեւ Հակոբը խորամանկության վերցրեց անդրանիկությունը, բայց չկար խորամանկություն։
Եվ երբ որ այս խոսքը կարդում էինք, ես մի մեծ հայտնություն ստացա, այդ հայտնությունը որն էր, չէ որ այդ նույն տունն էր, նույն հորզավակներն էին եւ խոհանոցն էլ իրենցն էր, ամեն բան իրենցն էր, բայց տան մեծ զավակը եկել էր փոքրի զավակին, խնդրում էր եւ ասում էր մեկ աման ինձ ոսպ տուր ուտեմ, թանապուր տուր, մի բան տուր ուտեմ, թե չէ սովից կմեռնեմ, միթե դա քո տունը չի եւ դու չես կարող ինքնուրույն վերցնել եւ ուտել։ Միթե դու չէիր կարող մտնել այդ նույն խոհանոցը եւ ասել չէ որ սա իմ հոր տունն է եւ ես կարող եմ ինքնուրույն վերցնել, բայց ընդամենը մեկ աման թանապուրի պատճառով ես ուզում եմ ինչ անեմ, ես կվաճառեմ իմ անդրանիկությունը։ Երբեք մի վաճառեք ձեր անդրանիկությունը, այս տունը որքան իմ տունն է, այդքան էլ ձեր տունն է։ Եվ որքան ես ունեմ այս տան մեջ իրավունքներ, իշխանություն, դիրք, հավատք, այնքան էլ դու ունես։ Մեծացրու քո հավատքը եւ սկսի աղոթել մարդկանց համար, ձեր դնել, ավետարանել, աղոթել, քարոզել, ամեն։ Միթե սա Մարիամի որդին չէ, միթե սա Հովսեփի որդին չէ, միթե սա մեր Նելին չէ, միթե սա մեր, չգիտեմ, այսինչ եղբայրը չէ, տարիներ մեր կողքը նստում էր, ինչպես կարող է նա հավատքի գեներալ դառնալ։ Միթե նա Սպարտակ եղբայրը չէ, որ հիմա Հայաստանում է, Արայիկի եւ Էլմիրայի որդին։ Մենք այնքան բաներ ենք տեսել, թերություններ, դժվարություններ, չգիտեմ ինչեր, միթե այդ մարդը կարող է դառնալ հավատքի գեներալ, այո, կարող է։ Մենք նայում ենք մեր աչքերով, սակայն Աստված նայում է իր աչքերով։ Ամեն։ Մի հատ գլուխներդ լավ բարձրացեք եւ ամեն ասեք Տիրոջը։ Եթե մենք վախերի մեջ ենք, եւ Տերը խոսեց այդ օրը եւ ասում էր, այս եկեղեցու դեմ բաներ ունեմ, այս եկեղեցին վախերի մեջ է, թերահավատության մեջ է եւ դժգոհությունների մեջ է։ Այս տան մեջ չկա գոհություն, այս տան մեջ կա վախ եւ թերահավատություն, բայց գոհություն չկա։ Այդ պատճառով այսօր Աստված ուզում է որ դու իրական դառնաս գոհունակ սրտով մարդ, ասա ես պիտի գոհանամ իմ քույրերի եղբայրների համար։ Այստեղ ոչ մեկին չենք պիտակավորում կամ որակավորում, լավ եւ վատ եղբայր, հին կամ նոր եղբայր, լավ եւ վատ քույր, հին եւ նոր քույր, մենք բոլորս Աստծո համար հավասար ենք։ Հետիններ կլինեն, որ առաջիններ կլինեն եւ առաջիններ կլինեն, որ հետիններ կդառնան։ Այդ իսկ պատճառով Աստված ուզում է որ դու քո անդրանիկությունը պահես, ասա իմ անդրանիկությունը։ Երբ որ մենք վախերի մեջ ենք, դա անհավատության նշան է։ Գիտեք, Աստված ուզում է որ դու հասկանաս, դու հավատքի մեջ ես թե անհավատության։ Ուզում ես քննենք մեզ։ Հետո ուզում ես քեզ քննես։ Դավիթ ուզում ես քեզ քննես, քնել ես։ Քնած ես։ Դուրում լսի։ Եթե եկել եք ուրեմն բանա փոխվելու, գլուխներդ բարձր պահեք, ոչ ձեր հեռախոսների մեջ մտեք, ոչ դանթեք, հայոց դանթեականը չի այստեղ։ Այստեղ եկել ենք Տիրոջը պաշտելու, խոսք ստանալու համար, ասա ես եկել եմ խոսք ստանալու։ Այստեղ կան անհավատության նշաններ, որ դու պիտի հասկանաս, որն է քո անհավատության նշանը։ Գիտես, եթե մենք սկսենք հավատալ, մեր պարտքերը մարվելու են։ Գիտես, այսօր մենք ավելի շատ մտածում ենք պարտքերի մասին, հիմա այստեղ նստած շատերը մտածում են, այսքան պարտք ունեմ, այ մի քիչ հետո որ չգնամ, այս մեքենան չկշեմ, այսքան պարտք ա վրեն ավելանալու, այդպես չի գոհացեք, այ հիմա որ չգնեմ, այս ինչ բանը չանեմ, ես տեսել եմ տարիներով մարդիկ այնի մեջ ծառայում են և այստեղ հաշվարկ էին անում, բեմի վրա, չեղ, մեկին գումարած մեկ հավասար այսքան գործս, այսքան փողս, այսքան մոռացեք իմ ամեն բան։ Նունեք ուր մոռացի վանդության մասին, դա անհավատություն է։ Եթե դու եկել ես այստեղ, ուրեմն պետք է ասես, Տեր, ես եկել եմ Հակոբի պես համառ լինելու, որ դու բժշկես ինձ։ Խեղճ ու կրակների տեղ չի այստեղ։ Այստեղ զորավոր մարդկանց տեղ է, ասա զորավոր մարդկանց տեղ է, մեր պարտքերը պիտի մարվեն այսօր։ Եթե մենք սկսել ենք անհանգստանալ, նշանակում է մենք անհավատ ենք։
Եթե քո կյանքի մեջ անհանգստություն կա, դու անհավատ ես, դա նշան է։ Գիտես, վախերը բլոկիրովկա են անում մեր հավատքը։ Ամեն օր դու մտածում ես, իսկ ինչպես դա կլինի։ Բայց Աստված ասում է, դա կլինի ինձանով, որովհետև ամեն բան հնարավոր է, երբ Աստծուն ես հավատում։ Ես այսօր ուզում եմ, որ մենք ասենք, Տեր, ինձ տուր մանանեխի հատիկի չափ հավատք։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ մեր հույսը դնենք Աստծո վրա, ասա իմ հույսը Տիրոջ վրա է, միայն Տիրոջ վրա։ Իմ հույսը Սպարտակի վրա չէ, իմ երեխաների վրա չէ, ձեր վրա չէ, ինչ-որ մեկի վրա չէ, գումարների վրա չէ, իմ հույսը Տիրոջ վրա է։ Գիտեք, մեկ օր մի մարդ ասեց, ես կգնամ եւ կապրեմ մի այլ այսինչ քաղաքում եւ այն մեկը այնինչ քաղաքում, եւ Սպարտակ ախպերն ասեց, գիտեք, ապահովություն է, եւ ասեց այս քաղաքն ապահով, այնինչ տեղն է ապահով, եւ Սպարտակն ասեց ապահովը մենակ Տերն է։ Ոչ մի երկիր, ոչ մի քաղաք չի կարող լինել ապահով առանց Աստծո։ Սոդոմը եւ Գոմորը ինքը ջրված ամենալավ երկիրն էր, ամենալավ տեղն էր, որ նայեց Ղովտը եւ ասեց ես կգնամ այսինչ տեղը շատ լավն է։ Այսօր շատերն ասում են գնանք այսինչ մեծ եկեղեցին, այնինչ փոքր եկեղեցին, այսինչ տեղը, այդտեղ ոնց որ ամեն ինչ լավ, անդե շատ մարդ կա։ Քավլիցի եկեղեցիների համար չեմ խոսում, թող շատանան, թող աչեն, բայց Սոդոմը եւ Գոմորը ամեն ինչով օրհնված էր։ Բայց մեկ օր անհավատության պատճառով, հացի կշտության եւ մոլորության ոգու պատճառով այդ տեղը անիծվեց։ Եվ ընդամենը 10 հավատքի մարդ չկար, որ այդ տեղը պահեր Աստված։ Եթե 10 հավատարիմ լիներ, եթե 10 հավատարիմ լիներ, բայց չկար, Աբրահամը ասում էր, եթե 10 հավատարիմ մարդ լինի, 10 հավատքի մարդ։ Աստված այսօր ուզում է գոնե 10 հավատքի մարդ, բայց գուցե մեկն էլ դեռևս չի գտնում։ Գիտեք, կարող են եկեղեցիները շատանալ, կարող են եկեղեցիներն ավելանալ, բայց դառնա կազմակերպություն։ Կազմակերպություն, որ չկա հավատք։ Ում ես հավատում եւ ինչին ես դու հավատում այսօր։ Միթե այսօր մեր հույսը Տիրոջ վրա է եւ այս մարդը մեզանից վիրավորվեց, Սպարտակից վիրավորվեց։ Ինչու ես այդպիսի բան ասում։ Չէ որ այդ երկիրը ապահով է։ Այսօր այդ երկիրը ապահով չէ։ Հովանոց ասկոցի տակ բնակվողը 91-րդ Սաղմոս առաջին խոսք ամենակարողի շուքի տակ է հանգստանում եւ ես կասեմ Տիրոջը իմ ապավեն եւ իմ ամրոց ես քեզ եմ հուսացած։ Հովանին միայն Աստված է։ Հովանոց ասկոցի տակ բնակվողը որքան կարող ես Աստծո տան մեջ բնակվել։ Գիտես մի քանի օր առաջ մի մարդ, մեծ բարեկամ մարդ եկավ, մենք ծառայության ենք, եկավ տեսավ ինձ եւ սկսեց անդադար ասել, ես ինչ վատ է, ինչս վատ է, ինչս վատ է, ինչս սենց է, հեսա այս ինչ կլինի, հեսա ինչ կլինի անհավատության մի մեծ խուճապահար խոսքեր։ Եվ ես նրան ասեցի, շատ պարտադիր է, որ դու Աստծո տան մեջ լինես։ Եվ ինքն ասեց, պարտադիր է Աստծո տուն գամ, պարտադիր է։ Որովհետև երբ որ դու Հովանոց ասկոցի տակից դուրս ես գալիս եւ մնում ես մենակ, գալիս անհավատությունը, թերահավատությունը, գալիս են խնդիրները, գալիս են մտքերը, գալիս է խուճապը, գալիս է վախը, որտեղ է քո հավատքը, ես չլսեցի հավատքի մի բան։ Եվ ինքն ասեց, դու գիտես, որ ես Աստծուն հավատում եմ, բայց ես հավատքի մեկ նշույլ անգամ չտեսա։ Այս մարդը չասեց, ես հավատում եմ, որ իմ կյանքում ամեն բան դեպի լավը, բարին, հաճելին կփոխվի, եւ ասեց գնալով իմ մոտ ամեն բան վատանալու եւ ավելի վատանալու եւ վերջում էլ ինձ փակելու են։ Իսկ ուր է ձեր հավատքը, ով թերահավատներ։ Միթե սա հավատքի մարդու խոսքեր են, հավատքի մարդը պետք է տեսնի ապագան եւ հույսը, ապագա եւ հույս, հրաշալի ապագա եւ հույս, հալելույա, ամեն։ Մեր հույսը գցում ենք այսօր Տիրոջ վրա, ես Տիրոջն եմ հուսացել, ամեն։ Գիտեք ինչ ենք մենք վախենում, երկու բան կա այսօր, խոստմունք, թե վախ։
Չէ որ կա խոստմունք, Աստված խոստմունքի Աստված է։ Չէ որ նա խոստացել է եւ կանի էլ գրված է, հավատարիմ է նա, որ կանչեց մեզ, խոստացավ եւ կանի էլ, ասա հավատարիմ է Աստված։ Գիտեք, շատ ժամանակ մենք անհավատարիմ ենք Աստծուն, մենք անհավատարիմ ենք մեր սկզբունքներին, մենք անհավատարիմ ենք հավատքի կյանքին, անհավատարիմ ենք, սակայն Աստված ներող ողորմած գթած Աստված է։ Նա այսօր չի եկել քեզ դատապարտելու համար, նա եկել է քեզ ողորմություն անելու եւ նորից վերադարձնելու դեպի կենթանի լուրջ սուրբ հավատք, ամեն։ Երբ որ մենք մտածում ենք Աստծո կամքը չի կատարվելու դա անհավատություն է, այ ովքեր ունեն տեսիլքներ եւ երազանքներ, ովքեր ունեն ապագայի հանդեպ հույս, ունեք ապագայի հանդեպ հույս, Դավիթ ունես ապագայի հանդեպ, մի նայի սրան նրան, չես եկել ուսումնասիրելու մարդկանց, թող բոլորին, Գևորին մի ուսումնասիրի, Գևորին դու իրա կնիկ ուսումնասիրի, Ժորժան ուշադիր եղեք, Էմա ինչ որ խոսում եմ, այս խոսքը չպետք է անցնի քո կողքով, այսօր դու եկել ես, որ քո տունը տորտված լինի, դուք խոստմունքի մարդիկ եք, ասա ես խոստմունքի մարդ եմ, եւ ես պիտի տեղ հասնեմ, եթե դու այսօր թողես խոստմունքը եւ անհավատությունը գա, դա քեզ կործանելու է, դուք անդադ պետք է տեսնեք խոստմունքը, այ Աստված խոստմունքի Աստված է, նա խոստացել է եւ կանի, նա խոստացել է եւ կանի, նա խոստացել է, ինչ որ մեկին եւ ասա, նա խոստացել է, Աբրահամը ընդամենը հավատաց Աստծուն եւ դա արդարություն համարվեց նրան, ասա Աբրահամը մեր նման մարդ էր, բայց հավատաց Աստծուն եւ դա արդարություն, նրա արդարությունը հավատքն է։ Եթե դու ուզում ես արդարանալ Աստծո առաջ, քո արդարությունը հավատքն է։ Հալելույա Տիրոջը։ Գիտեք Աբրահամն էլ ուներ անհավատություն, ես սա քաջալերելու համար եմ քեզ ասում։ Բոլոր մարդիկ էլ կարող են սխալվել, որն էր Աբրահամի անհավատությունը, եւ որ Աստված ասեց, գիտես, դու պիտի զավակ ունենաս, նա չհավատաց։ Եվ ասեց գնամ օգնեմ Աստծուն։ Սկզբում ինքը չհավատաց, հետո կինը ծիծաղեց, որտեղ 100 տարեկան էր։ 75 տարեկանում սա ասվեց։ Եվ ասեց, չի կարող այդպիսի բան լինել։ Իմ մարմինը մեռած պրծած է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Եվ կինն էլ ծիծաղեց։ Եվ կինն ասեց, քանի որ Աստված նման բան ասել, արի օգնենք իրան։ Ինձ հետ ես։ Դու չէ որ պիտի Աստծուն օգնես, Աստված պիտի քեզ օգնի, սիրելի եկեղեցի։ Մենք չենք կարող Աստծուն օգնել, Աստված է մեր օգնականը։ Եվ նա ասեց, այ ես որ գնամ, մի նոր օգնական կտամ ձեզ Սուրբ Հոգին, եւ նա ձեզ հետ կլինի մինչեւ աշխարհի վերջը։ Ասա Տերը իմ օգնականն է, ինչ որ մեկին ասա նա իմ օգնականն է։ Այսօր ես եկեղեցում ունեմ օգնականներ, շատ ժամանակ նրանք ինձ ուսախապ են անում։ Բայց քանի որ Աստված իմ օգնականն է, նա երբեք ինձ ուսախապ չի արել եւ չի անելու։ Նա մարդ չի որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի որ խափի։ Եվ ասեց քո զավակով, խոստմունք եմ տալիս քեզ, որ քո զավակդ պիտի քո երանքից դուրս գա այդ զավակը եւ շատ ժողովուրդներ պիտի նրանով լինեն։ Բայց մեկ օր այս նույն Աբրահամը սկսեց ճանաչել Աստծուն։ Սկզբում ունեցավ Իսմայելը, որ խանգարելու էր հետագայում ում Իսահակին։ Մինչև այսօր իսմայելեցիները եւ իսրայելեցիները կռվում են իրար հետ եւ այս մեծ արյունահեղ պատերազմը, որ այսօր սկսվել է Իսրայելի եւ Պակիստանի միջև եւ այլ երկրների, դա այդ երկու եղբայրների մրցակցությունն է Աբրահամի սերունդների։ Քո սխալը կարող է ծնել ողբերգություն։ Երբ որ դու սկսես օգնել Աստծուն կամ ինքդ քեզ ուզենաս օգնես, դա ողբերգություն է ծնելու։ Բայց Աբրահամը, երբ որ սկսեց ճանաչել Աստծուն Իսմայելից հետո, երբ որ 100 տարեկան էր, այլևս չնայեց, որ իր մարմինը մահացած է։ Մարմինը մեռած պրծած էր, այդ մեռած պրծած մարմնից
Եվ իր կինը Սարան, որ նրա արգանդը մեռած վերջացած էր։ Եվ Աբրահամն էլ այլևս չէր կարողանա ոչ մի ակտ ունենալ իր կնոջ հետ, բժշկվեց։ Եվ հետագայում էլի շատ զավակներ ունեցավ։ Ինձ հետ ես ասա, ես քո հետ եմ, Հովիվ ջան, այսօր։ Այսօր հզոր օր է, եւ մենք պիտի հավատք մեծացնենք այստեղ։ Առաջի բանը, որ մեզ պակասում է, դա գիտությունն է, որ մեր մեջ բերում է անհավատություն, գիտության պակաս, գիտության խոսք։ Աստված ուզում է, որ ես եւ դու ունենանք Աստծո գիտությունը, որպեսզի անհավատությունը հեռանա, սա գիտության խոսք։ Գիտես, ամեն ժամանակ չի, որ Աստված գալիս է եւ ասում է, գիտես, այս ինչն ես ունենալու, այն ինչն ես ունենալու, այս երեխան ես ունենալու, աղջիկ ես ունենալու, տղա ես ունենալու, բայց կամ ժամանակ, երբ որ իր ցանկությամբ ինքը խոսում է, որտեվ այսօր այնքան զարգացած է տեխնիկան, այնքան զարգացած է բժշկությունը, որ դու կգնաս եւ ընդամենը 2 ամիս հետո կիմանաս, բայց ես անդադ մտածում իսկ ինչու Յուրիի համար Աստված ասեց, որ Քրիստինա դու շուտով կունենաս տղա եւ այդ տղան այսինչ կմեծանա, այսպես կդառնա, այդպես կդառնա, ինչու եւ Քրիստինան էլ ծիծաղեց այդ օրը Սարայի նման եւ նույն Արմանը ծիծաղեցին եւ ասեցին չի կարող երեխա լինել։ Բայց ասեց կունենաք այո սեպտեմբերին տղա երեխա ինչու էր դա ասում Աստված, որովհետև կգար ժամանակ, որ մեկ օր այս երեխան կկանգներ մի սարսափազդու բանի առաջ, որ եթե բժիշկներն ասեին անհնարին է, մենք կհիշեինք Աստծո խոսքը եւ կասեինք հնարավոր է։ Աստված է տվել, Աստված ասել է, որ նա պիտի մեծանա եւ հզոր մարդ դառնա եւ նրան ոչինչ բան չի պատահի։ Ահա ինչու նա ասեց այդ մասին։ Երբ որ Աստված ինչ որ բան է ասում, դրա հետևում բան կա թաքնված։ Ճանաչենք Աստծուն, ճանաչենք Աստծո խոսքը, ով է Աստված, հզոր է Աստված, ինչ որ մեկին ասա, հզոր է Աստված։ Եթե մենք չենք ունենում Աստծո խոսքի գիտությունը, մենք կամաց սկսում ենք թերահավատություն ունենալ։ Երբ որ դուք ամուսիններով չաղոթեք եւ ամուսիններով չասեք Տեր, ապա ինչ գործ անենք մենք, ապա օրդի մեր ձեռքի գործը, բայց ինչը Տեր, բայց ինչ անենք մենք, եթե դուք չունենաք գիտություն, այդպես էլ անհավատությունը կգա եւ դուք ասեք Աստված չի օրդում իմ ձեռքի գործը, Աստված օրդելու է քո ձեռքի գործը, նշանակում է դու ձեռքի գործ պիտի ունենաս, ասա ես ձեռքի գործ պիտի ունենամ, որ Աստված օրդի իմ ձեռքի գործը, երբ որ այդ ամենը չի կատարվում, կամաց գալիս է անհավատությունը, այսօր դու ուրիշի մեքենան ես վարում, վաղ Աստված քեզ քո մեքենան կտա առանց ջանքերի, ասա առանց ջանքերի։ Շատ ժամանակ մենք մեր հույսը դնում ենք մեր բանականության վրա, իսկ ինչպես դա կարող է ինձ պատահել, ինչպես Մարիամը մեկ օր ասեց, ինչպես դա կարող է ինձ պատահել, գիտես 14 տարի իմ աղջիկը երեխա չէր ունենում, Անուշիկը, գիտեք, 14 տարի մենք սպասում ենք, գիտեք, սպասված զավակները մեկ այլ կերպով են լինում, եւ Աստված նրան տվեց իր հրաշալի զավակը, եւ 3 առավոտյան աղջիկս զանգեց, խուճապահար, շուտ արա իմ երեխան խեղդվում է աղոթի երեխուս համար։ Գիտեք, որքան կարևոր է վստահել Աստծուն, եւ այն Աստվածը, որ հենց այդ Անուշիկին, որ օծը կծեց եւ օծը կծածից իրան բժշկեց, այդ նույն Աստվածը կարող է նաեւ նրա երեխային փրկել եւ ասեց ոսկի թուղթ է կերել եւ կանգնել է կոկորտին եւ շնչահեղձ է լինում։ Գիտեք, ես այդքան մոտիկ չեմ ապրում, որ անմիջապես գնամ նրա մոտ, բայց ես մի բան գիտեմ, որ ունեմ Աստված, որ անմիջապես կարող է գնալ նրա մոտ։ Եվ կես ժամից ավել նա իմ հեռախոսազանգերին չէր պատասխանում, բայց նրանց դուրս շտապօգնություն էր գնացել։ Բայց ես հանգիստ էի։ Այնպես չէր, որ ես անմիջապես թռա եւ վազեցի այնտեղ, ես հավատում եւ սպասում էի Տիրոջս հանդիպմանը, Տիրոջս այնտեղ այցելելուն։ Եվ մի բան ասեցի, Տեր Աստված, դու այն Աստվածն ես, որ Անուշիկին Հայաստանում անգամ վիրահատության սեղանից վերցրեցի, բերեցի եւ նրան չվիրահատեցին։ Դու նույն Աստվածն ես, որ Անուշիկին օծը կծեց եւ դու փրկեցիր, դու այն Աստվածն ես, որ Յուրիին փրկեցիր, դու այդ նույն Աստվածն ես, որ մեզ բազմվողորմ Աստված տարբեր տեղերից հանել ես, հնարավոր չի, որ նրան ինչ-որ բան պատահի։ Եվ ես հանգիստ կամաց մի 40 րոպե հետո որոշեցի գնալ նրանց տուն, բայց չգիտեի ինչ էր եղել, բայց արդեն զանգեց մամ, օգնել են, փրկել են այդ ոսկի, այդ թուղթը
հետ ա եկել, երեխան հետ տվեց եւ դա դուրս եկավ, որովհետեւ Աստված օգնական է։ Եվ իրահատական ոչ մի միջոցների չդիմեցինք, որովհետեւ նա Աստված է։ Որովհետեւ պետք է ամեն ժամանակ մենք սովորենք վստահել Աստծուն, ամեն ժամանակ որոշում կայացրու, ինչ պատահի, խոճապի մի մատնվի։ Գիտեք, այո, խոճապը ամենավատ բանն է, երբ որ մենք նշում էինք մեր երեխայի ծննդյան օրը Հենոյենց տանը, Հենոյենց առիթին, ռեստորանում երեխան կորել էր։ Գիտեք, դա մեծ լաբիրինթ էր, որտեղ երեխան կարող էր ամեն պահ ամենավատ տեղերում հայտնվել։ Եվ մենք չենք տեսել, որ այդտեղ կա լաբիրինթ, որ կային այնպիսի մահազդու եւ վախենալու վտանգավոր տեղեր։ Երբ որ մենք վազում ենք եւ այդ վտանգավոր տեղերը տեսնում ենք, երեխայի ման էին գալիս, մենք ինչ ասես մեր մտքով անցնում էր, ամենավատ բանը նա է, որ գալիս են վատ մտքերը։ Սաստիր վատ մտքերին, երբ որ գալիս են մտքերը, դու ասա ես Տիրոջն եմ հուսացած։ Եվ Փառք Աստծո, երբ որ մենք երեխային գտանք, երեխան ապահով բարձրացել էր վերևի հարկ, կանգնած լացում էր մամային էր փնտրում։ Եվ մենք գտանք այս երեխային եւ փառք ենք տալիս Աստծուն։ Գոհության պատարակ մատուցանողը փառավորում է Տիրոջը, գոհություն Աստծուն, որ մեզ ամեն օր, ամեն ժամանակ փրկում եւ ազատում է, ամեն օր, ամեն ժամանակ, հալելույա, ամեն։ Ասա գիտության խոսք, եթե ունենամ, հավատքը չի պակասի, ասա գիտության խոսք։ Աստված ուզում է գիտության խոսք։ Ալելույա Տիրոջը։ Երբ որ Հիսուս անապատում փորձվեց, գիտեք ինչ էր նա անում, նա Աստծո խոսքով էր դիմակայում սատանային, նաև գրված է, երբ որ սատանան գալիս ասում է գրված է, նա ասում է նաև գրված է, եթե դու չունենաս Աստծո խոսքը, եթե դու գիտություն չունենաս, դու չես կարող հաղթել, բայց եթե դու ունես Աստծո խոսքը, դու հաղթող ես, ասա, ես հաղթող եմ։ Երկրորդ բանը, որ մեր մեջ բերում է անհավատություն, դա Աստծուն չվստահելն է։ Ամեն ժամանակ եկավ հիվանդությունը, ես Աստծուն եմ հուսացած, եկան մտքերը, եկավ խոսքերը, գիտես դու կարող ես գնալ բժշկի, բժիշկները կարող են քեզ բազմաթիվ վատ բաներ ասել, դու այսինչ հիվանդ ես, դու այնինչ հիվանդ ես, դու այնինչ հիվանդ ես, այսինչ բանը կլինի քեզ, այնինչ բանը կլինի քեզ, հակառակ կանգնեք սատանային եւ սատանան կփախչի քեզ, ես առողջ եմ, չէ որ գրված է, չէ որ Աստծո խոսքում գրված է, չէ որ գրված է, ես բժշկված եմ Աստծո վերքերով, չէ որ գրված է, ես ում եմ հավատում մտքերին, ասած բժշկի խոսքերին, թե Աստծո խոսքին, ես այսօր կկանգնեմ Աստծո խոսքի վրա եւ կասեմ, ես հավատում եմ Աստծո խոսքին, որովհետեւ եթե նրանք ասում են դու հիվանդ ես, ես կասեմ ես առողջ եմ, գիտեք մի քանի անգամ ինձ ասել են չար որակ ու ռուցք, բայց ես ասել եմ ոչ եւ դարձյալ ոչ, գիտես վերջերս մի 2 տարի առաջ էր գնացի բժշկի եւ բժիշկները Քրիստինեին թաքուն ականջին ասեցին արդեն ուշացրել եք, Աստված երբեք չի ուշանում, եւ ես չվիրահատվեցի մինչեւ այսօր, որովհետեւ Աստված բժշկեց ինձ, հալելույա, նա բժշկող Աստված է, մենք պետք է լսենք այդ ինչ Աստված է ասում եւ ոչ թե լսենք այդ ինչ որ դևն է խոսում, գիտես դևը կարող է խոսել տարբեր մարդկանց միջոցով, դևը կարող է խոսել տարբեր մարդկանց միջոցով, ասա նա կարող է խոսել, բայց այսօր ես ուզում եմ լրացնել դևին եւ ասեմ դու պարտված ես կեղտոտ թշնամի, դևը պարտված է այս առավոտ դևը պարտված է քո կյանքի վրայից, քո ընտանիքի վրայից, քո երեխաների կյանքից, եկեղեցու վրայից, մեր ֆինանսական վիճակի վրայից, երկրների վիճակից, Հայաստան աշխարհի վիճակից, ասա դևը պարտված է եւ ստախոս է Հիսուսի զորավոր անունով։ Երբ որ ես 20 տարեկան էի, ինձ ասացին, որ ես սրտի արատ ունեմ եւ բաց վիրահատություն պետք է լինի, բաց վիրահատություն, ես այդ ժամանակ հավատքի կյանքի մեջ չէի, բաց վիրահատություն, սրտի բաց վիրահատություն, որովհետեւ աչք կլապանի լայնացում ունեմ։ Գիտեք ինձ շատ մեծ դեղեր տվեցին, բայց փոքր տարիքից ես ունեցել եմ Աստծո հավատքը եւ ասացի ես չեմ խմելու այս դեղերը, որովհետեւ ես չեմ հավատում, որ ես ունեմ սրտի արատ կամ սրտի հիվանդություն։ Եվ բազմաթիվ տարիներ, եւ հետազոտություններ եւ այլն, եւ բոլոր բժիշկները փաստում են դու սրտի արատ ունես եւ պիտի վիրահատվես, բայց մեկ օր եկավ մի բժիշկ,
Եվ ստուգեց ինձ, եւ ապարատներով նայեց եւ ասեց քեզով է ասել, որ դու սրտի արատ ունես, քո սիրտը այնքան առողջ է, այսպեսի առողջ սիրտ հազվադեպ է լինում, դու ունես ամենաառողջ սիրտը։ Եվ այնքան արագ է մատակարարում քո արյունը, քո սիրտ, որ այդտեղ առաջանում է մեխանիկական շում։ Ինձ հետ ես։ Քո արյունը արագ է մատակարարում, որովհետեւ քո մեջ հոսում է Տիրոջ արյուն, ասա Տիրոջ արյունը։ Ասա Տիրոջով եմ բժշկված, Տերն ասել է իմ վերքերով դու բժշկված ես, ես այդ հայտարարում եմ երկնքի եւ երկրի առաջ, երկնքի եւ երկրի առաջ, հրեշտակների առաջ, մարդկանց առաջ։ Գիտեք, նախորդ կիրակի մենք այստեղ ամուսնություն արեցինք, այստեղ պսակադրություն արեցինք Տերորդի մեր պսակադրվողներին, հարսանիք էլ կունենանք։ Եվ գիտեք, իհարկե հարսանիքին դուք հրավիրված չեք։ Աստղիկուրը վախենում է բոլորին հրավիրի, մտածում է դուք ձեր աթոռի փողը գուցե չտաք։ Բայց ես կարամ սենց մի տեսակ բան անեմ, ասեմ բոլորիդ հրավիրում եմ հարսանիք։ Որտեվ ես մի տեսակ նաև քավոր եմ, չէ՞, այսինքն ես եմ պսակադրություն անում։ Ու կարող եմ ասեմ, գիտես, այսքան մարդով գնացինք հարսանիք։ Ինչ պիտի ասեն։ Պիտի ասեն ինչ եք եկել։ Շորժ ջան գնացինք հարսանիք, ով ուզում է եկեք գնում ենք հարսանիք, արա մեր Նարեկի հարսանիքն է։ Հարսիկի անունը մի հատ հիշացրեմ։ Վիկտորիայի փառք Աստծո իրանց համար։ Դրանք ուխտինկերներ դառան, հալելույա։ Կողեք սրտան սափարել։ Այնքան գեղեցիկ պսակադրություն արեցինք, այստեղ շատերն ասեցին, ես էլ եմ ուզում պսակվեմ, ասեցին կո մեկ անգամ հերիքա քեզ։ Նոր ամուսնացողներ կան, հերթը նրանցն է, հերթ տվեք մյուսներին։ Հերթ տվեք մյուսներին, այստեղ գեղեցիկ պսակադրություններ է արվելու շուտով, երեխաներին ծայում պիտի անենք շուտով, հալելույա, ամեն։ Մեզ շատ կարևոր է ինչ է ասում Տերը և ոչ թե ինչ են ասում մարդիկ։ Անհավատությունը գալիս է նրանից ինչ մենք տեսնում ենք, ինչ մենք լսում ենք։ Ինչ մենք տեսնում ենք, ձեռքը սուրել է, ոտքերը սուրել են, գլուխը սուրել է, աչքերս լավ չի տեսնում։ Էդ ենք տեսնում։ Հավատն լուսացած բաների հաստատությունն է, չերևացող բաների ապացույց է։ Ոչ թե այն ինչ տեսնում ես դրան հավատա, Աբրահամը եթե տեսներ իրեն, իրավիճակին չէր հավատա, մեռած մարմին։ Բայց ինչ ես դու տեսնում, Իսահակ։ Մի տես այսօր այդ ինչ որ երևում է, տես այն ինչ որ չի երևում, հավատքը ուսացած բաների հաստատությունն է, չերևացող բաների ապացույցը, ասա չերևացող բաների ապացույց։ Երբ որ ես բարձրանում եմ այստեղ քարոզելու, ես երբեք հույսս չեմ դնում ինձ վրա, ինչպես ես կքարոզեմ, այլ ինչպես կխոսի Աստվածի միջոցով։ Երբ որ դու բարձրանում ես այստեղ երգելու, մի մտածի ինչպես դու կերգես, ինչպես կծառայես, այլ ինչպես նա քո միջոցով այստեղ կբարձրացնի մեծություն եւ օրհնություն եւ մարդիկ կբժշկվեն եւ կասատագրվեն, երբ որ դու ավետարանում ես հույսդ մի դիրքով վրա, հույսը դիր Աստծո վրա, նա կխոսի, երբ որ դու բացես քո բերանը, նա կսկսի խոսել, նա կսկսի ավետարանել, երբ որ ձեռ դնես հիվանդների վրա, նա կբժշկի, որտեղ ոչ թե քո ձեռքն է բժշկելու, այլ Աստծո ձեռքը, հալելույա Տիրոջը, ամեն։ Շատ կարևոր է, որ մեր սրտերը լցված լինեն Աստծո խոսքով։ Գիտեք, այսօր առավոտյան, երբ որ գալիս էի, ես մտաբերեցի եւ ասում Տեր, դու ասում ես սիրիր քո Տեր ասում քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ողջույթությամբ։ Որքան կարևոր է սիրտը։ Սիրտդ բացի այսօր Աստծո առաջ, հավատքի առաջ բացեք ձեր սրտերը։ Այնքան նեղություններ են ձեր կյանքում բարձրացել, որ ձեր սրտերը քար են դարել։ Մենք քարացել ենք։ Եթե քո կյանքում կա ստրես, իմ կյանքում շատ ժամանակ գալիս է ստրեսը։ Իմ ոտքերը սառում են, իմ ձեռքերը սառում են, սա անհավատություն է։ Երբ որ ես նայում եմ երևույթներին, երբ որ ես նայում եմ, այդ ինչ որ իրականում պիտի լինի, բայց դա չպիտի լինի, որովհետև ես ունեմ Աստված եւ իրականությունն Աստծո մեջ է, ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, ասում է Աստված։ Ես ուզում եմ տեսնել Աստծուն, ոչ թե բնակարանի նեղություն, այն բնակարանը, որ Աստված ա տալիս, այդ բնակարանը պահում Աստված։ Ասա Տերն է պահողը։ Այդ երեխան, որ մեզ տվել է Տերը, այդ երեխան Տերը կպահի,
Այդ ամուսնությունները, որ տվել Աստված, Տերը կպահի, այս եկեղեցին, որ ստեղծել Աստված, Տերը կպահի, ասա Տերը կպահի իմ ծառայությունը, հալելույա։ Այսօր Աստված ուզում է, որ մենք հավատանք խոստմունքին, ասա խոստմունքին եմ ուզում հավատալ, ուզում եմ անպայման կարդալ ձեզ համար Հռոմեացիների, եթե հոգնել ես չեմ կարդա, բայց եթե ուզում ես բան փոխվի, պիտի կարդամ։ Հոգնել եք։ Կարծում եմ չեմ քնացրել ձեզ։ Որ առանց հույսի, Հռոմեացիների 4:18, որ առանց հույսի, հույսով հավատաց, թե շատ ազգերի հայր կլինի, ինչպես ասվեցավ, թե այնպես պիտի լինի քո զավակը։ Եվ չտկարացավ հավատքով, այսինքն մտիկ չտվեց իր մարմնին, որ արդեն մեռած էր, ինքը իբրև հարյուրաբյան լինելով եւ ոչ էլ Սարայի արգանդի մեռած լինելուն, եւ Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, ասա Աստծո խոստմունքի համար չեմ երկմտելու անհավատությունով, այլ զորացա հավատքով եւ Աստծուն փառք տվեց։ Եվ իր մտքումը համոզված էր, թե նա, որ խոստացավ, կարող է անել, ասա նա, որ խոստացավ, կարող է այսօր անել, նրա համար էլ արդարություն համարվեց նրան։ Եվ մեր համար էլ սա եղավ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն տվեց մեզ մեռելներից, որ մատնվեցավ մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Ես հավատում եմ Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն։ Գիտեք, Հեսու 1:8-ում գրված է, այս օրենքի գիրքը քո աչքերի առաջ երբեք չհեռանա։ Այս գրվածքը, Աստծո խոսքը, թող մեր աչքերի առաջից երբեք չհեռանա, ասա Աստծո խոսքը պիտի պահեմ։ Որքան որ մենք շատ ենք խնդիրների մասին մտածում, այդքան մեր հավատքը տկարանում է։ Բայց որքան մենք հեռանում ենք խնդիրներից, այնքան մեծանում է հավատքը, ասա այս հեռանում եմ այսօր խնդիրներից։ Ինչ որ մեկին հրյասա, այսօր խնդիրներից հեռանում եմ։ Որքան խնդիրների մասին մտածում ենք, այդքան կասկածի տակ ենք դնում մեր հավատքը, ասա ես իմ հավատքը կասկածի տակ չեմ ուզում դնեմ եւ հեռանում եմ այսօր դրանցից։ Եթե մենք ամբողջ օրը մտածենք մեր խնդիրների վրա, մենք այլևս չենք կարող մտածել Աստծո խոսքի վրա։ Դուք չեք կարդում Աստծո խոսքը, դուք չեք աղոթում, դուք եկեղեցում չեք շատ ժամանակ, եւ փոխարեն մեր հավատքը մեծանա գնալով տկարանում է, եւ մենք իրար հետ հանդիպելու շատ ժամանակ խոսում ենք ոչ թե հավատքից, այսինչ արեց Աստված, այնինչն արեց Աստված։ Սիրելի եկեղեցի, այլ մենք պետք է սկսենք ասել, այսինչ հրաշալի բան արեց Աստված։ Ոչ թե գիտես որքան խնդիրներ ունեմ, այսինչ բանի փողը չունեմ, այսինչ բանի պարտքեր ունեմ, այսքան պարտքերը շատացել են, այնքան կշատանան այդ պարտքերը, այնքան կշատանան, մինչև քո մտքերը չմաքրվեն։ Մտքերդ լցրու Աստծո խոսքով։ Եվ կդառնաս հաղթող, ամեն։ Գիտես, Մարկոս 6-ից եմ ուզում կարդալ, կարծում եմ շատ բաներից պիտի խոսեմ, բայց չեմ խոսելու, որովհետև շուտով պիտի ավարտեմ, որ շատ չհոգնես։ Մատթեոս 6 Այսօր Մարկոս 6 Մարկոս 6:46 Կներեք։ Ալելույա Տիրոջը։ Գիտեք, աշակերտները, երբ որ հացիցը կերան եւ կշտացան, ինձ հետ ես, հացիցը կերան եւ կշտացան, բայց Տիրոջը չէին կարողանում ճանաչել։ Եվ չէին կարողանում հասկանալ, որ դա Տերը արեց եւ շատ քիչ հետո, հացը կշտանալուց հետո, երբ որ Աստված կերակրել էր 18000 մարդ, մի քիչ հետո փոթորիկ է լինում։ Եվ նրանք սկսում են վախենալ։
Այն մարդիկ, որ Աստված նրանց կերակրել է, 18000 մարդու կերակրել է, 18000 մարդ կերակրող Աստծուն չճանաչող այդ ժողովուրդը հիմա նավի վրա են եւ նավակոծություն է եւ Հիսուսը եկավ նրանց կողքով անցնում էր եւ նրանք սկսեցին գոռալ Տեր փրկի մեզ եւ այդույն Աստվածը որ այդքան մարդու էր կերակրել սաստեց փոթորիկը Աստված սաստում է փոթորիկը ամեն Մենք ամբողջ օրը լսված ենք տարբեր նորություններով, պատերազմներով, այսինչ մարդ, այսինչը խոսեց, այսինչ քաղաքագետ, այսինչը խոսեց, այսինչ բան է լինում, էլ ինչպես լսվենք Աստծո խոսքով։ Մենք ամեն բանի մասին մտածում ենք, բայց ոչ Աստծո խոսքի։ Սաղմոս 23-ը ես ուզում եմ քո առաջ դնել։ Ես կլինում այս 5 շաբթի կծառայեմ եւ նորից կշարունակեմ հավատքի մասին եւ այս խոսքի կունենայի շարունակությունը։ Երբ որ մենք տեսնում ենք Սաղմոս 23-ը, որքան կարևոր է մեր սրտերը բացել, որքան կարևոր է մեր մտքերը լցնել Աստծո խոսքով եւ ասել Տերն իմ հովիվն է եւ ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա։ Երկիր իր ամբողջ լիությունով Տիրոջն է, Սաղմոս 50-ն ասում է, եւ Տերը ինչ որ ունի քոնն է։ Այդ ինչ Աստված ունի մերն է, բայց մենք մեր հավատքը կորցնելու պատճառով չենք կարողանում հասկանալ, որ Աստված տվել եւ տալիս է մեր շնորհք, ողորմություն, պարգևներ, ֆինանսներ, մեծ հաջողություններ, մենք մեծ հաջողության ենք սպասում, մենք սպասում ենք խոստմունքների, ասա ես կգնամ խոստմունքների հետևից եւ իմ հավատքը կմեծանա, որտեղ եթե ես չունենամ խոստմունք, ապա ինչը կատարվի։ Եթե դու խոստմունքներ չունես, բայց կարդա Աստվածաշունչը, դեպ տեսեք որքան մեծ խոստմունքներ կան, միայն թե եթե Սաղմոս 23-ը կարդում եք, ապա գրված է Տերն իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա, ես հավատում եմ այս խոսքին։ Եթե գրված է ես ոչ մի բանի կարիք չի պիտի ունենամ, Տերն իմ հովիվն է։ Երգում ենք Տերն իմ հովիվն է, բայց միայն երգում ենք։ Ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ, բայց հանապազորյա հացի կարիք ունենք։ Նայիր հոտավետ արոտներուն մեջ, հանդար ջուրերուն, ինձ կարաչնորդի, բայց ես որտեղ եմ անխաղաղության ջրերի մոտ, ուր են հանդար ջրերը, ինչ եմ ես նայում ձեռքերին, ինչ եմ ես նայում իմ վիճակին, ինչ եմ ես նայում իմ որովայնին, ինչ եմ ես նայում այդ հիվանդությանից, այսօր պիտի նայեմ Աստծուն Հիսուսի անունով, անխաղաղություն թող հեռանա քո կյանքից, Անխաղաղություն դու պարտված ես, Տերն իմ հովիվն է, Տերն իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ, կարիք չունենամ, կարիք պիտի չունենամ, կարիք չունենամ, նայիր հոտավետ արոտներու մեջ, հանդար ջուրերում, ինձ կարաչնորդի, նշանակում է նա իմ առաջնորդն է, նա իմ Տերն է, նա իմ ապավենն է, նա իմ բարի հովիվն է, նա իմ Աստվածն է, նա տերերի Տերն է, թագավորների թագավորն է, Աստվածների Աստվածն է, նա է դուռը, նա է երկնքից իջնող մանանան, նա է հացը, նա է հանապազորյա հացը, նա իմ վեմն է, նա իմ ապավենն է, նա իմ Տերն է, նա իմ Աստվածն է, ասա նա իմ Տերը, նա իմ Աստվածը, նա իմ վաղորդյան ցողն է, նա իմ առատությունն է, նա իմ շտերամարանները լցնողն է, իմ երեխաների հայրն է, նա իմ տունն է, իմ տնտեսությունն է, նա իմ փրկությունն է, նա իմ փրկիչն է, նա տերերի Տերն է, հալելույա նրան ասա, հալելույա Տիրոջը, նա բարի Աստված է, Այսօր մտածի առավոտից երեկո ինչի մասին ես դու մտածում կամ ում մասին ես դու մտածում, եթե դու առավոտից երեկո դեռևս չես սկսել մտածել Աստծո վրա, փոխիր մտածելակերպդ, ասա ժամանակն է կանգ առնել եւ մտածել, թե հիմա ինչի մասին եմ ես մտածում կամ ում մասին եմ ես մտածում, ինչի կամ ում մասին եմ ես մտածում, Պրոբլեմների թե խոստմունքների, ասա պրոբլեմ թե խոստմունք, ում եւ ինչի մասին, պրոբլեմ թե խոստմունք, ասա խոստմունք եւ դարձյալ խոստմունք, ես այսօր մտածում եմ խոստմունքների մասին, ապագայի մասին, նա է ապագան եւ հույսը, այլևս պրոբլեմների մասին չեմ մտածելու, նրանք պարտված են Հիսուսի զորավոր անունով։ Եթե դու այսօր
Շարունակում ես մտածել խնդիրների վրա, վերցրու իշխանություն քո մտքերի վրա, սա իշխանությունի մտքերի վրա Հիսուսի զորավոր անունով բավական է։ Ես այլևս չեմ վախենալու, վախը պարտված է Հիսուսի անունով, բավական է մտածենք խնդիրների մասին, եկեք լցվենք Աստծո խոսքով։ Փակ սրտերով չեն կարող Աստծուն ծառայել։ Աստված ուզում է մեր սրտերը բացել, ասա իմ սիրտը պիտի բացվի այսօր, սիրտդ բացի, մինչև քո սիրտը չբացվի, դու չես կարող սիրո խոստովանություն անել։ Մարդը սրտով է խոստովանվում։ Մարդը սրտով է սիրում։ Աստված ուզում է, որ մեր սրտերը բացվեն այսօր, ասա իմ սիրտը ես պիտի բացեմ այսօր իմ Տիրոջս առաջ, Տերը բարի է։ Տերը բարի է, ասա Տերը բարի է եւ շատ ողորմած։ Ես սիրում եմ Տիրոջը, որովհետեւ նա ինձ հետ է ամեն օր, մինչեւ աշխարհի վերջը, ոչ մի մարդ չի կարող քեզ հետ լինել ամեն օր, մինչեւ աշխարհի վերջը, բայց Աստված ինձ հետ է ամեն օր, մինչեւ աշխարհի վերջը։ 2 Կորինթացիների 10:4-3-ից կարդում եմ, որտեղ թեև մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում, որտեղ մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծո զորավոր բերտեր քանդելու, խորհուրդներ են քանդում, եւ ամեն բարձրություն, որ գոռազանում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Ամեն միտք, որ այսօր բարձրացել եւ գոռոզացել Աստծո դեմ, մենք այսօր գերի ենք բռնում եւ հնազանդեցնում ենք Աստծո ոտքերի առաջ, ասա Աստծո ոտքերի առաջ, իմ հույսը Տերն է։ Ամենքից կյանքում այսօր կա ընտրություն, հույսը, խոստմունքը, թե վախը, անհավատությունը։ Աբրահամի ջանքերը բերեցին Իսմայել։ Թող որ քո ջանքերը այսօր սխալ տեղեր չտանեն, ջանք մի արա, ասա ջանք չեմ անելու, ասա ջանք չկա, որտեղ Երեմիա 17:5-ում գրված է, այսպես է ասում Տերը, անիծյալ լինի այն մարդը, որ իր բազուկի վրա է հույսը, եւ օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է հուսացած, ասա օրհնյալ լինի այն մարդը, որի հույսը Տերն է։ Երբ որ դուք ինչ-որ միտեղ եք գնում երգելու, ձեզ կանչել են ինչ-որ միտեղ գնացեք Աստծով, Տեր դու մեր հետ արի, եւ մարդիկ կճանաչեն ձեր մեծությունը Աստծո մեջ։ Շատ կարևոր է, որ ինքներդ ձեզ առաջինը գնահատեք, երբ որ ձեզ միտեղ են կանչում աղոթելու գնացեք եւ հասկացեք, որ Տերը ձեր հետ է եւ նա է զորությունը եւ իշխանություն տվողը։ Եվ նա իշխանություն տվեց իր աշակերտներին եւ ուղարկեց եւ նրանք հանեցին դևերը, բայց եթե նրանք չէին կարողանում անել, ասում են, մեր հավատքը մեծացրու, մանանեխի հատիկի չափ հավատք եմ ուզում։ Գիտեք, եթե Աստված ինձ չբերեր այս երկիր եւ ինքը չլիներ ինձ պահողը, ես 30 տարի երբեք չէի կարող այս քաղաքի մեջ ապրել, այս քաղաքի մեջ բարգավաճել, այս քաղաքի մեջ ունենալ մեծ նվաճումներ, հաղթանակներ եւ իմ հաղթանակի մեծ մասը դուք եք, սիրելի եկեղեցի, մենք հաղթողներ ենք, մենք հաղթել ենք, և Տերն ասեց մի վախեցեք, որտև ես հաղթել եմ աշխարհին, եթե Աստված չբարձրացնի, եթե Աստված չպահի, ոչ ոք չի կարող անել այն, ինչ պիտի անի, նա հզոր Աստվածն է մեր, ամեն, երբ որ մենք եկեղեցում քարոզներ ենք լսում հեչ թե հավատալ, եկեք կանգնենք ոտքի վրա, բայց երբ տանն ենք, եւ գալիս է դեպրեսիան եւ վախը, գալիս է անհավատությունը, մենք պետք է հիշենք խոստմունքը, երբ որ մենք տանն ենք, եւ եթե ես տանն եմ եւ գալիս է վախը կամ անհավատությունը, ինձ պետք է հիշել, իսկ ինչ ասեց Աստված։ Հիշեք Տիրոջ խոստմունքը, ասա Տիրոջ խոստմունքը։ Պետք է Աստծո խոսքը բարձրաձայն կարդալ եւ հավատալ եւ ասել չկա Աստծո համար անհնարին ոչինչ, ասա չկա հնարին ոչինչ, եկեք մի քանի հզոր դավանություններ անենք։
Գիտես այսօր գուցե շատերս պիտի դուրս գանք մեր զոնա կոմֆորտից։ Ես չգիտեմ ինչու համար այս օրերին Սպարտակ եղբայրը Հայաստանում եւ շատերն էլ հարցնում են, իսկ Սպարտակ եղբայրը չի գալու։ Իհարկե գալու է։ Մենք բաժանված չենք եւ միասին ենք։ Բայց այսօր նրա ծառայությունները ընդլայնվել են։ Ավետարանչության, բանտային, ձեռնադրության, քարոզչության, բժշկությունների եւ ամեն ուրախ վկայում է իմ ծառայությունները ընդլայնվել են, մարդիկ բժշկվում են, մարդիկ փրկվում են, մարդիկ զորանում են եւ փառք Աստծո գուցե այստեղ հարմարավետության մի զոնա է ստեղծվել եւ շուտով նա կվերադառնա եւ կլինի այնտեղ թե այստեղ, բայց նրա ծառայությունները ընդլայնվելու են, բայց տարիներ առաջ, երբ որ մենք անգամ նա հերվում էր, Հայաստանում էր եւ ես ընդհանրապես միտք չունեի եւ երբեք չգիտեի, որ մեկ օր մենք կամ ուստանանք կամ որևէ մտադրություն կունենանք, տարիներ առաջ ես տեսա մեծ ստադիոն եւ այդ ստադիոնում մի մարդ էր ծառայում եւ ես նստած էի Սպարտակի կողքին եւ մեծ բժշկությունների ծառայություն էր եւ մենք նստած էինք միասին եւ ես ասեցի տեսնում ես եւ ասես տեսնում ասեցի դու ես դա անելու շուտով եւ ստադիոններ եւ բժշկություններ կգա ժամանակ երբ որ մենք գնանք խոստմունքի հետևից մենք պետք է ամուր բռնենք խոստմունքը հավատանք խոստացողին եթե Աստված ասել է Աստված կանի ամեն Գիտեք, շուտով խոսքս կավարտեմ հրաշալի մի պատմությամբ։ Մի կին կար, որ նրա աղջիկը հիվանդ էր։ Մատթեոս 15:22-ում է գրված, եւ այդ կինը այլազգի էր։ Եվ եկավ Տիրոջ ասեց, գիտես իմ աղջիկը հիվանդ է, իմ աղջկան բժշկի չարաչար բռնված է։ Եվ Տիրոջ պատասխանն այսպիսին էր. Ես չեմ կարող Իսրայելի զավակներից վերցնել հացը եւ գցել շների առաջ։ Բայց այս կինը ուներ մեծ հավատք եւ չվիրավորվեց։ Եթե մեզանից ինչ-որ մեկին շուն անվանել, թեկուզ Աստված, մենք կվիրավորվեինք եւ կգնայինք, այլևս չէինք վերադառնա։ Կան մարդիկ, որ անգամ խետ չես նայել, ժպտացել ես, լավ չժպտաց։ Կան մարդիկ, որ համբուրել ես, լավ չհամբուրեց, աչքերը սառն էին, լավ չի գրկել ինձ, իմ հետ լավ չխոսաց։ Խետ հայաց կար մի տեսակ այն չի։ Եվ վիրավորվողներն այնքան շատ են, եկեղեցից հեռացողները։ Օ, ինձ չդրեցին կուկլի նման մեքենայի վրա հարսանյական, որպես տիկնիկ։ Եկել է ժամանակը, որ մենք մի փոքր օրինակ վերցնենք այս փյունիկեցի կնոջից։ Չի վիրավորվում։ Ես չեմ կարող զավակների հացը վերցնել եւ շներին տալ, բայց չէ որ շներն էլ սեղանի տակի փշրանքներից կարող են օգտվել։ Թեպետ ես շուն եմ, ինձ համար դու ինձ շուն անվանեցի, որովհետև Իսրայելից չեմ, օտարազգի է։ Բայց ես գիտեմ, ինձ կարևորն է այդ հացից ուտելը։ Թե որտեղից կուտեմ, սեղանի տակից կուտեմ, թե վրայից կուտեմ, միայն թե ես Աստծո հացը ուտեմ, միայն թե Աստծո խոսքի մեջ մնամ։ Ով կին մեծ է քո հավատքը, բժշկված ես։ Բայց մի կին էլ կար 12 տարի տեղատեսության մեջ, 12 տարի ամեն ինչը ծախել եւ տվել էր բժիշկներին, ինչ էր օգուտը։ Միայն մեկ օր հասկացավ, միայն եթե նրա հանդերձի ծայրին դիպչեմ, ես կբժշկվեմ։ Մեզ պետք է այսօր իջացնել պրոբլեմը։ Մեզ պետք է այսօր մոռանալ ամեն տեսակի ցավերի, հիվանդությունների, պրոբլեմների մասին, չխոսել այլևս աշխարհում ինչ է կատարվում։
Գիտեք, մենք այստեղ ոչ դիվանագետներ ենք, ոչ քաղաքապետներ ենք, ոչ քաղաքագլուխներ ենք, ոչ էլ չգիտեմ երկիր բան փոխողներ ենք։ Մենք մարդիկ ենք, Աստծո մարդիկ, որ այսօր պետք է փոփոխություն առաջացնենք մեր ընտանիքներում, որտեղ Կորնելիոսը երբ որ աղոթում էր Աստծուն ամեն ժամանակ եւ բարերարություններ էր անում, Տերն ասեց Կորնելիոս, քո բոլոր բարությունները, արածները Տիրոջ առաջին երևաց, քո բոլոր աղոթները լսվեցին, դա գործ Կարաքելոս 10-րդ գլուխն է, Կորնելիոս, քո բոլոր աղոթքները եւ քո բոլոր արածները Տիրոջ առաջին երևացին, ինչ որ դու անում ես այսօր, Տիրոջ համար ես անում։ Եվ ինչ որ դու անում ես, Տիրոջ մոտ է գրանցվում։ Մարդը քեզ կգնահատի, թե չի գնահատի, մի եղիր մարդկանցից գնահատված, եղիր Աստծուց գնահատված։ Եթե ես տարիներ մտածեի, դուք ինձ գնահատում եք, թե չեք գնահատում, ես կդադարեի ծառայելուց։ Այլևս չէի ծառայի։ Լավ է լինել գնահատված։ Փառք Աստծո այն մարդկանց համար, որ կգնահատեն, բայց թող գնահատի Աստված։ Այդ իսկ պատճառով էր, որ Տերն ասեց Կորնելիոս, գնա Պետրոսի մոտ, այսօր բարություն, բարերարություն եղավ քեզ համար, Պետրոսի մոտ գնա, և Պետրոսին ասեց Պետրոս, այդ թրջունները, որ քեզ ցույց եմ տալիս մորթի և կեր, հիմա քոտուն կգա հեթանոս մեկը, բայց դու ընդունիր նրան քո տան մեջ, Տեր, մինչև այսօր անմաքուր մի բան չեմ կերել, այն ինչ որ ես սրբեցի, դու անմաքուր մի համարի։ Եվ Կորնելիոսը հավաքեց իր բոլոր մարդկանց, բարեկամներին, ընկերներին, ամենակարևոր բանն այսօր մարդկանց փրկությունն է։ Հավաքեց բոլոր ազգականներին, բարեկամներին, ընկերներին հավաքվեցին եւ եկան։ Եվ հենց այդ օրն էր, որ թափվեց Աստծո հոգին Կորնելիոսի եւ նրա ընտանիքի բոլոր անդամների վրա։ Եվ բոլորը փրկվեցին եւ բժշկվեցին։ Քո արածները բարձրացել են այսօր Տիրոջ առաջ, փառաբանության խումբ, խնդրում եմ գազ։ Երբ որ այս կնոջ աղջիկը դեռևս չէր բժշկվել, եւ երկինքը լուռ էր, նա եկավ եւ երկրպագեց Տիրոջը։ Երկրպագությունը խանգարում է երկնքի լռությունը։ Ամենադժվար պահին սկսի գոհանալ, երկրպագել։ Օգին, քո հավատքը մեծ է։ Երկրպագությունը շարժում է։ Հավատքը շարժում է Տիրոջ սիրտը։ Քո հավատքը քեզ ապրեցրեց։ Ով կին, քո հավատքը քեզ ապրեցրեց, ով այր, քո հավատքը քեզ ապրեցրեց։ Այսօր մեզ հավատք է պետք, Աստծո հավատք։ Եթե մեր մեջ առաջացել է վախ, գոռոզություն, հպարտություն, անավատություն, ցավ, ապա այսօր ժամանակն է կանգ առնելու եւ ասելու Տեր, բժշկիր ինձ իմ անավատությունից։ Հանիր ինձ Տեր, օգնիր ինձ Տեր։ Բարձրացրու իմ հավատքը։ Երկրպագությունը բերում է բժշկություն, ազատագրություն, օրհնություն եւ քանդում է հպարտությունը։ Թող հպարտությունն այսօր իջնի ներքև։ Թող հավատքը բարձրանա։ Այդ ինչ խնդիրներով, որ այսօր եկել ես, ասա խնդրեմ, այլևս դու չես կարող գալ իմ կյանք, հեռացիր։ Որտեւ Աստված այսօր ինձ նորոգել է նոր մտքերով, հավատքի, հանդեպ ունեցած մի նոր հայտնություններով, նոր որոշումներով։ Ես կայացնում եմ նոր որոշումներ, տես ապագան, տես ապագա։ Մեծ դահլիճներ, տարբեր մարդիկ, բժշկվող մարդիկ, ազատագրվող մարդիկ, փրկվողների թիվն ավելանում է։ Ֆինանսական ճգնաժամ այլևս գոյություն չունի Հիսուսի զորավոր անունով։
Երբ որ ամբողջ աշխարհում ասում են ֆինանսական ճգնաժամ կա քեզ ինչ, քո համար կա Տիրոջ ապահովությունը, հարստությունը, Տիրոջ օրհնությունը, Տիրոջ աչքի հաստատությունը, Տիրոջ բազուկը։ Տեր այսօր եկել է, որ ես եւ դու աղոթենք եւ ասենք Տեր մեծացրու մեր հավատքը։ Հալելույա։ Փառքես Տեր։ Գիտես, Բաղդոմեոսը որ կույր էր, չէր տեսնում։ Մեկ անգամ գոռավ եւ ասաց. Հիսուս Դավթի որդի ինձ ողորմի։ Ձայն չկար։ Հանեց իր վրայի կույրի հանդերձները։ Եթե դու կույր ես կամ խուլ, հանիր այդ հանդերձն այսօր քո վրայից։ Անհավատության հանդերձները թող այսօր ընկնեն Տեր Հիսուսի ոտքերի տակ։ Հանիր հանդերձներդ։ Այն ինչ որ քեզ խանգարում է, եւ կույր Բաղդոմեոսը հանեց եւ գոռաց. Հիսուս, ես գիտեմ դու ով ես։ Դու Դավթի որդին ես։ Դավթի արմատից ծնված Մեսիա։ Ես ճանաչում եմ, որ դու Հիսուսն ես, Փրկիչը։ Ես հավատում եմ, որ դու Քրիստոսն ես, Օծյալը։ Հիսուս Դավթի որդի, ինձ ողորմի։ Առաջին անգամ, երբ որ չկար պատասխանը, մարդիկ նրան ասեցին լռի։ Երբ որ դեռևս քո աղոթները չեն պատասխանվել, շատերը քեզ կասեն լռի, հերիքա, չես տեսնում որ չի լինում, լռի։ Ես չեմ լռելու, չեմ դադարելու աղաղակելուց։ Եվ երկրորդ անգամ աղոթեց, գոռաց. Հիսուս Դավթի որդի, Հիսուս Դավթի որդի, Հիսուս Դավթի որդի, Հիսուս Դավթի որդի։ Ինչ ես ուզում։ Եվ կանգնեց Աստված։ Ուզում եմ, որ ինձ ողորմես։ Ով թակի կբացվի։ Ինչ որ ցանես հնձելու ես, առատությամբ ցանողը, առատությամբ պիտի հնձի։ Ես առատությամբ այսօր կցանեմ եւ առատությամբ կհնձեմ, առատություն, ասա առատության տարիներ։ Այս տարի մեր համար, թեպետ ամբողջ աշխարհում լինի սով, մեր համար առատության տարիներ, ասա առատության տարիներ։ Թեկուզ շատերի համար տկարության տարիներ, մեր համար զորության տարի, օծության տարի, հրաշքների տարի, բարգավաճման տարի, շատ ջրով մկրտվողներ, հոգով մկրտվողներ, Աստծո խոսքը տարածողներ, բժշկվողներ, Հիսուս Դավթի որդի, Հիսուս Դավթի որդի ինձ ողորմի։ Ինչ ես ուզում, որ տեսնեմ, տես։ Աստված մարդ չէ, որ սուտ խոսի։ Միթե, որ մենք չար ենք, և մեր զավակները մեզանից հաց ուզեն, միթե քար կտանք, եթե ձուկ ուզեն, միթե օձ կտանք, առավել ևս, որ մեր հայրը բարի է, որքան բարի է Տերը, բժշկող, նորոգող, սիրող, համբերատար, և Աստված չեկավ աշխարհ, որ աշխարհը դատի, այլ եկավ, որ աշխարհը փրկի, օրհնված լինեք։ Բարձրացու քո ձեռքերը եւ ասա Տեր, պիտի գոհանամ այսօր։ Կլինի որ մեկ անգամ էլ երկենք, բայց այս անգամ ես պիտի գոհանամ։ Պիտի գոհանամ ու փառք տամ։ Քանի որ այս եկեղեցում եկել էր դժգոհությունը, տրտունջը, անհավատությունը, բողոքը, մենք այսօր այդ հեռացնում ենք Հիսուսի անունով։ Եվ որովհետև Սաղմոս 50-ում գրված է ամենամեծ զոհը, դա գոհության աղոթքն է։ Մենք այստեղ պիտի բերենք գոհության պատարակ, որտև գոհության զոհը խոսում է։ Բայց այս անգամ ես պիտի գոհանամ։ Կներեք հայտարարություն անեմ եւ այս երկով կավարտենք ծառայությունը։ Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին մենք ունենանք ծառայություններ մեր աղոթատեղիում։ Հինգշաբթի օրը կլինք քաղաքում կծառայենք, Կիրակի օրը ժամը 11-ին,
այստեղ կունենանք հրաշալի հզոր օրտնված սուրբ ծառայություն։ Տերը բարի է, բայց այս անգամ ես պիտի գոհանամ։ Ինձ հետ երկիր ասա բարի Աստված, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան, փառք նրան, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ։ Գոհություն Տիրոջը, հաճախ ինձ համար պահեր կան դժվար, հոգսեր ու խավար, դավերն են գուչար, թախից ու կարոտ, երբ լույսն է աղոտ, գտել եմ սակայն ես երկն ու ճամփան, բայց այս անգամ մենք պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան, բարի Աստված, ինձ հետ երկիր ասա նրան, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան, բարի Տերը, բարի Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, գոհություն Աստծուն, գոհանում ենք Տերը քեզանից և ասում ենք այս անգամ պիտի գոհանանք ու փառքը տանք Տիրոջը մեր Հիսուսի անունով, ամեն